ոնց որ ասում են Նարեկ Գևորգյանի եղբայրն է զոհվել, թող Աստված ինձների, բայց անգամ ադրբեջանցի մեր թշնամիներին, ես միակ մեր թշնամիներին, ես դա չեմ ցանկանալ, ես ասում եմ Տեր Աստված, ես կյանքում սխալ քայլ չեմ անի, ես կյանքում սխալ մարդ չեմ լինի, ես երդվում եմ, որ ես բոլորի կողքին կլինեմ, ինչով որ կկարողանամ, ես լավ մարդ կլինեմ, եթե անգամ ես հիմա վատ մարդ եմ, ես լավ մարդ կլինեմ, խնդրում եմ, ոչինչ ինձ մի տուր, կարիերա չեմ ուզում, առողջություն չեմ ուզում, մենակ ինքը գա հասնի մեր տուն։ Տաթև Ասատրյանի հետ շատ հարազատ ենք եղել, Տաթևի մաման խոսել էր երթուղայինի վարորդների հետ, որ մեզանից գումար չվերցնեին, Տաթևը այդ խիտ մարդկանց մեջ կողքին պարտադիր տեղեր պահում ես։ Լիլիթ ուրեմն ուներ երկարաչից շատ գեղեցիկ շագանակագույն կոշիկներ, իսկ ես ունեի եղանակին ոչ համապատասխան բոթասներ եւ Լիլիթը ոչ մի տառուբար չէր ասում, այսպես ոտքերով ծնեն կողմ էր տանում, որ ես անցնեի ու չխրվեի։ Ես հիմա տանել չեմ կարողանում Ռոսիա կինոթատրոնի ներքևի այդ անցումը։ Մենք ունեինք ուղիղ 500 դրամ մամայիս հետ ամեն օր, որ ինձ հասցնել Երգիպետական թատրոն հետ գար, բայց մամաս ամեն անգամ զգում էր, որ ես այդ քյաբաբի բրդուճները, ուրեմն ես կյանքում չէի կերել դա։ Մեմը Հայլի է մեր շատ սիրելի Արթուր Գրիգորիչն էր ասում, երբեք չես կարող խաբել։ Մենք ունենք շատ տաղանդավոր արտիստներ, որոնք ընտիր ձայնային տվյալներ ունեն, ուղղակի ֆանտաստիկ, բայց հասկանում ենք շատ դեպքերում, ինչի հեռուստադիտողը հանդիսատեսը չի կարողանում այդ արտիստին ընկալել։ Ինչ որ լուրեր կային կապված նախկին պրոդյուսերի հետ։ Մենք գրեթե նշանված ենք եղել։ Իրականում ինչա կատարվում քո անձնական կյանքում եւ արդյոք այդ լուրերը ճիշտ էին։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gift խանութ սրահ, Capital Plus կառուցապատող ընկերություն Liberty One նախագծով, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Milana Spa կենտրոն, ALA Renovations Solar Roofing Construction Company, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Ridge Marketplace, Best Pool Shop խանութ սրահ, Vivaldi Catering, Elize House Restaurant, New City Project կառուցապատող ընկերություն Lotus նախագծով, Arma Physical Therapy, Tun Lahmajo Restaurant, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, Belmont Armenia, MX Motor Lounge and Leasing. The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր թողարկումը։ Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանում եւ ջերմությամբ հայաստանյան մեր տաղավարներից մեկում հյուրընկալել ենք մի երգչուհու, ում դիտումները ընդհանուր առմամբ YouTube-ում 275 միլիոնից ավել են։ Հավաքական համերգներին նրան գրեթե չեք նկատի, իսկ մրցանակաբաշխություններում առհասարակ սակայն։ Ժողովրդի սրտում նրա դերը շատ մեծ է եւ նրան շատ են սիրում բոլորը ու հարցազրույցներ գրեթե չկան YouTube-ում, նա խուսափում է, հրաժարվում եւ առհասարակ գաղտնի պահում շատ ու շատ մանրամասներ իր կյանքից։
սիրված երգչուհի Նարե Գևորգյանն է այսօր մեզ հետ։ Ողջույն Նարե։ Ողջույն։ Նարե, շնորհակալ եմ ու վստահ եմ շնորհակալ են նաև մեր հետևորդները։ Ես էլ եմ վստահ, որովհետև շատ տարիներ են անցել իմ վերջին հարցազրույցից եւ կարծում եմ կարիքը կար հենց այս շատ անկեղծ հաղորդման շրջանակներում անկեղծանալ։ Նարե ջան, դու մեծացել ես Մեծամորում եւ մեծացել ես մի ընտանիքում, որտեղ այնուամենայնիվ եղել է արվեստ եւ մշակույթ եւ այլն։ Կպատմես քո մանկության ու ընտանիքի մասին։ Շատ սովորական հայկական ընտանիքում եմ մեծացել, որտեղ հայրս սիրողական մասշտաբով իհարկե զբաղվել է երաժշտությամբ, գուցե չէ, հաստատ վստահ եմ հենց իրենից էլ փոխանցվել է։ Հայրս իդեպ Սյուզան Մարգարյանի հետ միասին բենդում են նվագել, հայրս նվագել է Սյուզան Մարգարյան երգել է, իմ շատ սիրելի, երևի թե այդպես գեներով փոխանցվել է նաև ինձ։ Եթե չեմ սխալվում, հայրդ նաև ռեժիսորի մասնագիտությամբ, այո, ռեժիսորայի բաժինն է ավարտել, բայց ավելի ինքը երաժշտության մեջ էր խորացած եւ ինչ երևի թե կարծում եմ հիասթափությունների արդյունքում շատ անգամներ ցույց է տվել, որ ինքը դեմ կլներ, որ ես երգեի, մտնեի շոու բիզնես եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ տեսնում եմ կողքից իր հայացքները իմ գործունեության վերաբերյալ հպարտությունն եմ հասկանում եւ աջակցությունն։ Եվ աջակցությունն, այո։ Դու եւ քույրիկ ունես եւ եղբայր եւ մի ընտանիքում ես մեծացել, որը բազմամարդ ընտանիք է, այս մասշտաբներով հայկական, ինչպիսին էր քո դերը այդ ընտանիքում, ով էր դու ընտանիքում, աշխուժն էիր, հակառակը, ավելի պասիվը եւ այլն։ Նախ ուզում եմ նշել, որ ամբողջ կենտրոնացումը մեր ընտանիքի բնականաբար եղել է իմ վրա, իմ կողմը դեպի, քույրս դեռ 9-10 տարեկանից արդեն, այսպես ասեմ, չեմ ուզում ընդհանրապես իմ կյանքը դրամատիկացնել, բացարձակապես ուզում եմ այսպես հպանցիկ անցնել այդ տարիների վերաբերյալ, որովհետև դժվար էր բոլորիս կյանքում 90-ականներին։ Քույրս 9 տարեկանում արդեն խմոր էր հունցում եւ եղբորս հաց էր թխում պատրաստում, բայց այդ միևնույն ժամանակ մաման ինձ ավտոբուսով են նարնջագույն պազիկ ավտոբուսներով, որտեղ երբեք տեղ չէր լինում, իրականում դռները բացվում են ու մարդիկ պայթում էին միջից դուրս։ Մամաս ինձ տանում էր երգի պետական թատրոն, որտեղ պայմանավորվել ենք, որ վերջին 2 ժամը ես չեմ նստելու դասերին, որպեսզի հասցնեմ հետ հոկտեմբերյան հասնեմ էլի ավտոբուսով, որը որ արժեր հիշում եմ 200 դրամ։ Եթե մենք միամիտ ուշանայինք դրանից 250 դրամանոց ավտոբուսեն էլ չէինք հասնելու, այսինքն շատ մամայիս հետ ես գիտեի, որ ժամը գալիս էր, խնդրում էի իմ ուսուցչուհուն, որ դուրս գայինք ու հասցնեինք այդ ավտոբուսին։ Քույրս այդ տարիքից ամեն բան արել է միայնակ, ասես միայնակ ինքը մեծացրեց եղբորս, որովհետև դե պապան աշխատում էր, մամայի կենտրոնացումը ավելի շատ իմ վրա էր։ Ինչ հաճելի է, երբ ծնողները հասկանում են երեխայի տաղանդը, հակումները, երազանքը ու դրա համար ոչինչ չեն խմել։ Իրականում ամբողջ իմ ազգը այս պահին շատ իսկապես իմ բարեկամները շատ հպարտանում են ամեն տեղադրված նկարով, ամեն հաջողությամբ, ամեն ձեռքբերումով, բայց ես նաև չեմ կարող չնշել, որ ժամանակին մամայիս մեղադրում էին, ասում էին դու այսքան բան ես անում, ինքը գուցե եւ չհասնի։ Անգամ ես հիշում եմ մեր շրջապատում գոլեգայական մեր հաղորդավարներից մեկի մայրը մի օր նստած ենք սեղանին, ասեց ինքը չի դառնալու երգչուհի, ինչ ուզում եք արեք, միևնույն ինքը ունի շատ փոքրիկ ձայն, ինքը ունի շատ փոքրիկ ձայն։ Դու ունես ամենաճանաչելի տեմբրներից մեկը իմ կարծիքով հայկական շոու բիզնեսում։ Շատ շնորհակալ եմ անկեղծ, այդ ամեն ինչը լսելով, իրականում դե ես փոքր էի շատ, բայց հիշում եմ, որ մամաս ասեց ես հավատում եմ իրեն, ես հավատում եմ իր ուժերին ու հիմա ես ամենաշատը երևի թե իմ կյանքում, որովհետև հայրս էլ քանի որ զբաղվել է ինչ-ինչ հիասթափություններ եւ շոու բիզնեսը մեր ընտանիքը մի քիչ չէ բավականին ավանդապաշտ եղել է եւ կա եւ այսպես ռայոն մարզի, հա հոկտեմբերյանի եւ այլն այդ նստվածքը իմ մեջ կա, այդ մտածողությունը Պապաս շատ դեմ էր, որ ես առհասարակ երաժշտությամբ զբաղվեի ու փոքր տարիքից ամեն ինչ անում էր, որ ես բժշկությամբ զբաղվեի։ Նարաջան մի րոպե, մի հատ մամայի անունը ասա։ Շուշան։ Տիկին Շուշան, նախ շնորհակալություն ձեզ, որ կարողացել եք ձեր ամբողջ էներգիան ու հնարավորությունները դնել
ձեր դստեր երազանք իրականացնելու հարցում ես շատ եմ գնահատում նման ծնողների ու Աստված տա ձեզ երկար տարիների կյանք ու առողջություն ու վայելեք ձեր դստեր հաջողությունները հիմա վաստակած հաջողությունները Միանում եմ բոլոր ասված դրական խոսքերին մամջան։ Հիմա անցնենք պապային, պապան ինչ էր ասում։ Պապան, քանի որ ինքը եղել է այդ ամեն ինչի մեջ, չնայած սիրողական բնույթի էր իր ներկայությունը երաժշտության մեջ, շատ դեմ էր։ Պապաս ես հասկանում եի իր վերաբերմունքից, որ ինքը շատ դեմ էր եւ շատ ժամանակ ես լսում էի գիշերները ոնց են վիճում իրանք իրար հետ, որ մաման ասում էր՝ «Պիտի տանեմ էս ինչ համերգի, ես պիտի տանեմ էս TV-ի, էս եթերի նոր տարվա այդ նկարահանումներին»։ Պապան տար վաղում ես որ սենց ինչ որ բաներ էի լսում, բայց ես հիմա շատ շնորհակալ եմ Աստծուն, նաեւ ծնողներիս, որ իսկապես ես իմ ճիշտ ուղու վրա եմ, չնայած հայրս էլ եմ ասում մանկուց ինձ տանում էր ավելի բժշկության կողմ, խաղալիքներ, ամեն ինչ ես շատ նաև սիրում էի, որովհետև եթե չդառնայի երգչուհի, հաստատ բժշկուհի էի դառնալու, մինչ այժմ էլ որ հարցնում են ինչ երազանքներ ունես, օրինակ անկեղծ Աստված է վկա, ես չունեմ երազանք էլ ավելի լավ մեքենա ունենալու, չունեմ երազանք շքեղ տուն ունենալու, վյուներ ունենալու, շքեղ տեսալովակներ ունենալու, ես ունեմ երկու ցանկություն, ինչու եմ ասում երկու, որտեղ ամեն գիշեր դա կրկնում եմ, խոսքը հզոր ուժ ունի։ Ես ուզում եմ շատ ունենալ սեփական բուժ կենտրոնը, դա մեկ, եւ երկրորդը այդտեղ բուժումը լինի անվճար։ Բոլորին սրտանց կհրավիրեմ ու քանի որ գիտեմ խոսքը հզոր ուժ ունի, ես նաև վստահ եմ, որ մի օր այսպես մենք նստած կլինենք ու ես կասեմ, որ ես հասա նաև դրան։ Աստծո կամոք։ Առաջատար կառուցապատող ընկերություններից մեկի հետ Capital Plus-ի հետ միասին ներկայացնում ենք ձեզ Երևանի սրտում գտնվող իմ ամենասիրած նախագծերից մեկը, այն կոչվում է Liberty One, որովհետև գտնվում է Ազատության 1 հասցեով։ 5 մասնաշենք կա, որոնք 4-5 հարկանի են եւ բնականաբար իհարկե առաջին հերթին պետք է խոսել ընդհանուր արտաքին տեսքի եւ դիզայնի մասին։ Դրանք միջազգային լավագույն ստանդարտներով եւ ճարտարապետական լավագույն լուծումներով առաջարկվող մոդեռն ժամանակակից դիզայնով, բայց նաեւ ավանդական ապահովված շինություններ են։ Այստեղ նաեւ ազատ պլանավորման հնարավորություն կա, այսինքն դուք ձեռք բերելով բնակարանը կարող եք ինքներդ որոշել, թե ինչպես պետք է ստեղծեք ձեր տունը եւ բնականաբար իհարկե այստեղ լավագույն պայմաններն են առաջարկվում նաեւ ընդհանուր օգտագործման տեսանկյունից վայրերի համար լողավազան կա բաց եւ փակ տարբերակով միաժամանակ կա նաեւ մարզասրահ, սպա կենտրոն, այգիներ մի խոսքով այն ամենը ինչ անհրաժեշտ է ձեզ հանգիստն անցկացնել Երևանի ամենակենտրոնում այս նախագիծը նաեւ ստրատեգիկ առումով շատ կարեւոր է որովհետեւ Երևանի կենտրոնում է գտնվում մոնումենտում բայց միաժամանակ շատ այսպես իզոլացված է եւ աղմուկի քաղաքի տեմպից մի փոքր հեռու է։ Երկուսը մեկում։ Առաջարկում եմ ձեզ այցելել կայք կամ iSedge եւ բնականաբար իհարկե առավել մանրամասն տեղեկանաք շատ քիչ թվով տներ կան, բնակարաններ կան, որ մնացել են, գուցե հասցնեք։ Բնակվելով Միացյալ Նահանգներում եւ ապրելով այս մշակույթում բոլորը գիտեն, թե որքան կարեւոր է will and trust-ը, կտակը եւ ժառանգությունը։ Երբ մարդիկ տեղափոխվում են այստեղ Միացյալ Նահանգներ Հայաստանից, երբեմն տեղեկությունների սահմանափակ լինելու պատճառով չեն հասկանում այդ ամենի կարևորությունը։ Այսօր մենք Աննա Գրիգորյանի հետ, ով ներկայացնում է Grigorian Law Firm-ը, որն էլ մասնավորապես զբաղվում այս կարևոր թեմաներով, խոսելու ենք հենց միգրացիոն խնդիրներից հետո առաջ եկած կտակի եւ ժառանգության հարցերի վերաբերյալ։ Աննա, բոլորը շատ վստահում են քո խոսքին եւ այժմ վստահ եմ նաեւ էկրանների առաջ ուզում են հասկանալ, թե ինչպես է պետք անել կտակը եւ ժառանգությունը, եթե էմիգրանտ ծնողները կարողացել են որոշակի անշարժ գույք ձեռք բերել։ Առաջինը կուզեմ նշեմ, որ ստատուսը Ամերիկայում, եթե citizen են կամ չէ, կարևոր չի trust կազմելու համար։ Resident-ն էլ, permanent resident-ն էլ վիզայով ապրողն էլ կարող է trust կազմի Ամերիկայում, եթե ունի ունեցվածք։ Երկրորդը, երբ որ ունենք իմիգրանտ ընտանիքներ, especially շատ եմ ունենում իմիգրանտ ծնողներ, մամաներ, որ գալիս են զրոյից ամեն ինչ ստեղծել են իրենց երեխաների համար ու իրենց միանք վախը լինում է, ես եմ այս ամեն ինչը ստեղծել։ Ես մենակս եկել եմ, հետո վերել եմ իմ երեխեքին, հիմա ունեմ այս տունը, ոնց եմ այս ամեն ինչը իրանց փոխանցելու։ Կան օրենքներ ու այդ ամենա գեղեցիկ Ամերիկայում, որ օրենքներ կան պաշտպանելու թե ընտանիքներին, ովքեր
ամբողջությամբ ունեն իրանց ունեցվածքը եւ գիտեն ում փոխանցեն։ Կա թե ընտանիքներ, որ չգիտեն ում ա գնալու այս ամեն ինչը, թե ընտանիքներ, որ տեղեկացված չեն։ Օրենքը այնպես է գրված, որ եթե կա միայնակ մայր, կա միայնակ հայր, կան քույր եղբայրներ, ովքեր ունեն ինչ-որ մի բան եւ ուզում են փոխանցեն իրանց ընտանիքի մյուս անդամներին կամ ժառանգներին, դա կարող են անել առանց դատարանի միջամտությամբ, առանց ավել ծախսեր վճարելու թե պետությանը, թե attorney-ներին եւ ամենակարևորը ունեցվածքը հասնի տվյալ մարդուն եւ հասնի առանց ինչ-որ մի դժվարությունների։ Շնորհակալություն եւ նշեմ, որ հեռախոսահամարով զանգելով մեր տրամադրած դուք առավել մանրամասն կիմանաք ամենի մասին եւ կարող եք նաեւ հյուրընկալվել այս լուսավոր եւ սրտաբաց գրասենյակ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Իմպլանտում կլինիկում եւ մասնավորապես իմ կողքին է բժիշկ Դավիթ Մաթեոսյան, ով Հայաստանի Հանրապետության գլխավոր ստոմատոլոգն է։ Եվ պատահական չէ, որ դուք տեսնում եք լոգոտիպը երեխաների համար, մանկական սրահում ենք մենք հիմա գտնվում։ Բժիշկ, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Կպատմեք, թե ինչպես են երեխաները այստեղ գալիս։ Ես էլ եմ շնորհակալ։ Այո, մենք գտնվում ենք մեր մանկական բաժանմունքում, Իմպլանտում կիցում, որտեղ որ փոքրիկները իրենց զգում են շատ կոմֆորտ եւ այստեղ վախը լիովին վերանում է իրենց։ Եվ ինչ մեթոդներով եք աշխատում, այստեղ մասնագետները ես կարծում եմ, որ արդեն երկար տարիներ փորձ ունեն երեխաների հետ աշխատելու, ինչ մեթոդներ են կիրառվում։ Այո, այստեղ աշխատում են նեղ մասնագետներ, մանկական ստոմատոլոգներ եւ այստեղ կա հատուկ սենյակ, խաղասենյակ, ադապտացիայի սենյակ, որտեղ երեխան մինչեւ որոշակի բուժական ծառայություններ իրականացնելը անցնում է հատուկ ադապտացիոն փուլեր, ծանոթանում է մասնագետի հետ, հատուկ խաղային տեխնոլոգիաների միջով ծանոթանում է իրեն կատարվող պրոցեդուրայի մաս հետ եւ նոր սկսում է պրոցեդուրան եւ այդ պրոցեդուրան մաքսիմալ իր համար լինում է արդեն կանխատեսելի եւ վախերը ամբողջովին վերանում են։ Ողջույն, մենք գտնվում ենք մեր ամենասիրելու Venus Gifts խանութ սրահում, որտեղ կգտնեք ամենագեղեցիկ սպասքը լավագույն ապրանքանիշերից։ Այսօր խոսելու ենք Christofel ֆիրմայի մասին, որը 1830 թվականից ֆրանսիական հայտնի ֆիրմա է եւ առաջարկում է արծաթյա եւ ոչ միայն սպասք, ինչպես նաեւ ամենատարբեր պարագաներ սեղանի եւ դիզայնի համար։ Այս ֆիրման ստեղծվել է Շարլ Քրիստոֆելի կողմից եւ այդ ժամանակահատվածից սկսած հանդիսանում է թագավորական եւ ոչ միայն թագավորական ընտանիքների ամենասիրելի բրենդերից մեկը։ Venus Gifts խանութ սրահը մշտապես ամենաթարմ եւ ամենալայն տեսականին ունի, ոչ միայն այս, այլ նաեւ այլ ֆիրմաների համար։ Մեկ անգամ պետք է այցելել եւ վստահ եմ, որ այսուհետ դուք այս խանութից առևտուր կանեք եւ կսիրեք նաեւ անձնակազմին։ Դե ինչ այցելեք Venus Gifts խանութ սրահ եւ տեղեկացեք նաեւ վերջին տենդենսներից։ Դու չես ուզում դրամատիկացնել քո պատմությունը եւ պատմել է դժվար օրից, այդ դժվար օրի միջով անցել են գրեթե բոլորը, ովքեր ապրել են այս երկրում ու ապրում են, շարունակում են ապրել։ Այն ժամանակ չկար ոչինչ եւ այլն, բայց ամեն մեկի պատմությունը շատ անհատական է։ Եվ մենք որպես մարդ ձևավորվել ենք նաև այդ դժվարությունների պատճառով։ Եվ երբ հանրային մարդը պատմում է իր դժվարությունների մասին, դա չի արժեզրկում մյուսների անցած դժվարությունը։ Եվ չի նշանակում, որ մարդը պատմում է իր դժվարությունների մասին պարզապես նրա համար, որ իր կյանքում այդ դժվարությունները եղել են։ Դա իր կյանքի մի մասն է եւ անքակտելի մասն է իր կյանքի։ Դա չես կարող վերցնել եւ պոկել մարդու կյանքից։ Ես գիտեմ, որ դու վախենում ես նաև որոշակիորեն մտածելով, որ մարդիկ ոչ թե վախենում, այլ անհարմար ես քեզ զգում մտածելով, որ մարդիկ էլ են նույն բանի միջով անցել, չպատմեն, բայց ես չեմ ուզում, որ քո մասին այս ամբողջական հարցազրույցը լինի առանց այդ պատմությունների։ Ու չեմ կարծում, որ դա դրամատիկացնել է, այլ ուղղակի պատմել է, թե ոնց ես դու ձևավորվել որպես անհատականություն, եւ մեծ բացթողում կլինի դա չանել։ Այն որ քո մաման վստահ եմ կտրել է այդ փողը նաև, չգիտեմ, ընդհանուր բյուջեից տան, որը որ չկար, ուտելիք պատրաստելուց եւ այլն, ու այն մեր սերունդը որքան հասկացող է եղել, որքան ըմբռնող է եղել, այդ ուղղակի ֆանտաստիկ է։ Ես հիշում եմ մի պատմություն իմ մասին, եթե թույլ կտաս պատմեմ, որ իմ երազանքն էր հայտնվել Մեշոկ պապի խանութում խաղալիքների,
Տատիկյան մեծ փողոցի վրա էր ու ես հերոստացույցով էի տեսել միայն ու ես իմ մտքով անգամ չէր ասում որ այնտեղից կարելի խաղալիք ունենալ իմ մանկական ուղեղում գաղափարներում այդ խանութը որպես ցուցահանդես էր, այսինքն ինձ պետք էր ուղղակի տեղ մտնել ու դուրս գալ։ Այսինքն տեղից խաղալիք ունենալը անգամ չէի կարող երազել։ Ու մի օր պատահաբար երբ գնում ենք Նոր տարուն ինչ որ բարեկամի տուն, մեքենան կանգնում է այդտեղ, եւ ես տենում եմ այդ խանութը ու խնդրում եմ որ ինձ թույլ տան մտնեմ այդ խանութ, ու մամաս պապաս ասում են մտի ու հիմա հետո եմ հասկացել թե իրենք ինչու իմ հետ չեն մտել, որովհետեւ իրենք իրենց անհարմար են զգացել, որ ես կարող եմ ինչ որ բան ուզեմ, որ իրենք չեն կարող դա առնել։ Ու ելքի մոտ էլ մեր շոկ պապին էր նստած փուչիկներով, ով նվիրում էր փուչիկ այն երեխեքին, ովքեր այն ծնողները նվեր են գնել, այսինքն պետք է նվեր գնել, որ փուչիկը ստանա։ Ես ուրեմն դուրս գալուց հարցրեցի ինչ որ բան այդ փուչիկների մասին ու ինձ նվիրեցի։ Ու ես ուրախ դուրս եմ եկել։ Ու ինձ այդքանը բավական էր։ Ու այնքան ըմբռնումով էինք մենք մոտում, երբեք ասենք խանութում չէինք կարող մեզ թույլ տալ ինչ որ բան ուզել կամ ինչ որ կամակորություն անել։ Միանշանակ։ Եվ ինձ թվում է, որ դրա մեջ չկա դրամա եւ տրավմա, այլ կա լավ է գոնե քո այդ մանկական տրավմաները կապված են խաղալիքների հետ։ Իմը իրականում թող Աստված անկեղծ ինձների, ես որ կրամոլ չեմ, բայց մանկական այդ տարիքում պատկերացնում եք, ես Երգիպետական թատրոնում էի սովորում, ես հիմա տանել չեմ կարողանում Ռոսիա կինոթատրոնի ներքևի այդ անցումը անկեղծ, ես ամեն կերպ խուսափում եմ այդտեղից անցնեմ, որտեղ ես հիշում եմ այդ օրերը, երբ մենք անցնում էինք, մենք ունեինք ուղիղ 500 դրամ մամայիս հետ ամեն օր, որ ինձ հասցներ Երգիպետական թատրոն հետ գար, բայց մամաս ամեն անգամ զգում էր, որ ես այդ քյաբաբի բրդուճները, ուրեմն ես կյանքում չէի կերել դա, երբ որ անցնում էի այդ հոտը ընկնում էր ամբողջ այսպես տարածվում էր անցումով, ես հիշում եմ, էլի եմ կրկնում հանկարծ չդիտարկեք, որ գրամոր ես ընդամենը 10 տարեկան էի, 9-10 տարեկան, իրականում մանկական այդպես երազանքներ, ես հիշում եմ, որ անցնում էի, մի օր բարձրաձայն, Տեր Աստված, բարձրաձայն հիշում եմ երազեցի, մամաս լսեց, ասեցի, տեսնես կգամ մի օր ես աշխորի չոփ ինչքան ուզեմ ես բրդուճներից ուտեմ, անկեղծ մյուս օրը մամաս չեմ կարող ասել որտեղից այդ եւս մի հատ 250 դրամը, հիշում եմ այսօրվա պես 250 դրամ ամեն ինչով ինքը մեծ բրդուճ էր։ Այն ժամանակ ես չէի հասկանում, որ գուցե չէ հաստատ մամաս էլ էր ուզում այդ բրդուճից ուտել քյաբաբի, ոչ հոտնել շատ անուշ էր, հիմա է որ ես տանել չեմ կարողանում այդ, որտեվ կապում եմ լիքը ուրիշ բաների հետ։ Անցանք մի օր մամաս ասեց քո համար անակնկալ ունեմ, գիտես ինչ եմ անելու, ասեցի ինչ, ասեց այսօր քեզ առնելու եմ այդ բրդուճից։ Այդ քյաբաբի բրդուճից ուրեմն ես գնացել եմ կյանքում առաջին անգամ այդ տարիքում եւ կեչուպ եւ մայոնեզի համնել չգիտեմ, ինձ հարցնում են, ասում են կեչուպով, մայոնեզով, ես ասում եմ բոլորից, ինչ կա դրանից լցրեք այդ բրդուճի մեջ։ Հիշում եմ ու վերցրի ձեռքս, անկեղծ եմ ասում, դա իմ կյանքի են, չգիտեմ, այնց լիություն է ես այդ պայծքում, աշխարհն իմն էր, ես աշխարհի ամենահարուստ մարդն էի ու հիշում եմ, որ մամայիս ասացի, մամ դու էլ զորով ուզում էի կիսեի ստիպելով, որ մամաս էր, մամաս վայ չէ, իմ ստամոքսը շատ վատ կնի դրանից, հիմա եմ հասկանում, որ շատ է լավ վիճակում էր իրականում մամայիս ստամոքսը, ուղղակի ինքը ուզում էր, որ ես այդ բրդուճը մենակ ուտեմ, բայց ավելի վատ որ կերա, որովհետև հետո համը մնացել էր վերանում ես ու ես ամեն անգամ Երգիպետական թատրոն մտնելիս անկեղծ ես հիշում եմ այդ դեպքերը, ես հիշում եմ, որ շատ ոչ թե հարուստ, այլ ավելի լավ հնարավորությունների տեր մարդկանց երեխաներ էին սովորում այդտեղ ու ես հիշում եմ ձմեռ էր ու ես ունեի մի հատ բոթաս, սպիտակ գույնի բոթաս, որը որ շատ խնամքով լվանում էի դնում էի իմ անկողն կողքը, նորից մյուս օրը հագնում էի, այդ մի օր չէի նկատել, կողքից բավականին մեծ անցք էր բացվել ու ձմեռ էր, այն ժամանակ էլ ձմեռը ձյունը շատ էր գալիս էլի Հայաստանում, ես հիշում եմ, որ գնացի ասա Երգիպետական թատրոն ճուպ այդ բոթասների մեջ ու հիշում եմ 5-6 ժամ ես երեխա եմ, բայց հիշում եմ ամբողջը ջուր ու ես սեղանից նենց էի նստում, որ ինձ չնկատեն, որովհետև շոտ ու նստած երազում էի, ոչ թե երազում էի մի օր ուղակի ունենալ այդ ամեն ինչից, ոչ շոշափելի, հա,
ես երազում էի դառնալ լավ երգչուհի, դառնալ հայտնի երգչուհի, ով ընդհանրապես ոչ մի բանի կարիք չի ունենա եւ ես փառք Աստծուն ես իմ տեսակով բավարարվող մարդ եմ, երևի թե դրանից է, որ հիմա այստեղ եմ, ոչ թե ավելի բարձր տեղերում, ես իմ տեսակով բավարարվող եմ ու ես շատ շնորհակալ եմ իմ Աստծուն, շատ շնորհակալ եմ էլի եմ ասում ծնողներիս, որ ես այս պահին երիտասարդ աղջիկ վաստակում եմ այնքան, ինչքան որ ինձ անհրաժեշտ է, իմ ընտանիքին անհրաժեշտ է միտեղ անգամ ավել օգնություն կամ առհասարակ կարիքները հոգալու համար։ Ես մտածում եմ, որ հասավ այդ օրը, ես ավել չէի էլ ձգտում սրանից ավել անկեղծ հասավ այդ օրը, որ ես կարող եմ ինձ թույլ տալ լիքը բաներ, որոնք որ նախկինում չէի կարող։ Նախ ապրես, որ այսքան իսկական ես ու ես կարծում եմ, որ քո այս իսկական լինելը այս տեսախցիկները փոխանցելու են մարդկանց էկրաններին ու դու իմ համար հիմա դարձել շոշափելի երգչուհի։ Ես գիտեի, որ քո ձայնի մեջ ինչ-որ մի բան կա, որովհետև քո ձայնը շատ յուրահատուկ տեմբրալ առանձնահատկություն ունի ու Շնորհակալ եմ։ Անգամ համաձայն չլինելով շատ հաճախ քո երգած ժանրի հետ, միևնույն է դու հասկանում ես, որ այս մարդը ասելիք ունի։ Ու երբ դու լսում ես այս մարդու պատմությունը կամ տեսնում ես մարդու իսկական լինելը, այդ ժամանակ արդեն պարզ է դառնում քո համար թե ինչու են այդ դիտումները միլիոնավոր, որովհետև երբեք մարդկանց չես խաբի։ Երբեք չես կարող մարդկանց ստիպել ինչ-որ մեկին սիրել եւ երբեք չես կարող մարդկանց ստիպել ինչ-որ մեկին չսիրել, եթե սիրում են։ Ու մարդիկ միշտ սիրում են իսկական մարդկանց։ Դու իսկական ես ու դա ակնհայտ է։ Նարը այդ ժամանակ լինում էին հուսալքման օրեր, հուսահատության օրեր, որոնք դու այդ տարիքում ընկալում էիր, հասկանում էիր, որ գուցե չստացվի ինչ-որ մի բան, գուցե նաև պատասխանատվությունը ծնողներիդ նկատմամբ, վախը հայրիկի նկատմամբ, որ այնուամենայնիվ ինքը երևի ճիշտ էր եւ այլն։ Նախ ասեմ, որ սկսելու իսկ պահից, երգարվեստ մտնելու իսկ պահից, բնականաբար տարբեր տեսակի վայրեջքները մի քիչ ավելի շատ, քան վերելքները, բնականաբար այդ ամեն ինչը եղել է, բայց պահեր են եղել, այո, նաև որ հուսալքվել եմ, որովհետև շատ լավ հիշում եմ Հայ սուպերստար նախագիծը, որին որ մասնակցում էի ես, երգում էի առաջին փուլում Whitney Houston-ի I Will Always Love You երգը, եւ շատ բարակ ձայնում էի այդ ժամանակ Houston-ի այդ մելիզմներով, վիբրացիաներով երգում էի, եւ երբ մտա մի հատ այդ workshop փուլներ, շատ մեծ մի հատ դահլիճ էր, լիքը մասնակիցներով լի, շատ հաճելի էր, որ ինձ մտա պահել էին, արդեն եթերները տեսել էին, բայց մի անգամից փորձեցին այդ պահին կոտրել, մտա ներս, ասին Whitney Houston-ն է գալիս, իրան դրել է Whitney Houston-ի տեղը եւ այլն, մի անգամից ինձ մի հատ մանտրաժ վիճակ իմ մոտ առաջ եկավ, որը որ բոլորը տեսան ինձ թվում է, իսկ երկրորդը հիշում եմ իմ հեռախոսի պատմությունը, որ ամբողջ իմ ազգով հավաքվել էին, ինձ մի հատ այն ժամանակ մենք ասում ենք ընկուշ ջարդիչ Nokia, տենց էինք ասում, հեռախոս էին ինձ տվել ամբողջ ազգով, որի զանգը թե ոնց է գալիս, ես չգիտեի իրականում, ու նստած ենք մի քանի 100 մասնակիցներով ժողովին, զանգ եկավ այդ հեռախոսի վրա, ես թե զանգը չէի լսել, որտեղ դա իմ հեռախոսը չէր, մորաքրոջս կարծեմ մամայիս հորքուրի աղջկա ինչ-որ հեռախոս էր տվել էին, որ կարողանային կապի լինել շանթումի մեջ, այսպես նայում են կողքի բարկացած ռեժ, ում հեռախոսն է անջատեք, ես տենց անգից նստել եմ, որովհետև բացարձակ չէի հիշում ինչ զանգ է այդ հեռախոսի զանգը, մեկ էլ մի հատ աղջիկ ինձ ձեռքով վրեց, ասեց ձեր հեռախոսն է ոնց որ զանգում ես, հա, ոյ մոռացել էի վերցրեցի, բայց շատ լավ հիշում եմ, որ ես իրականում չէի լսել այդ հեռախոսի զանգը առաջնական էի լսել, ու այդպես հիշում եմ, որ այդ հեռախոսը տենց ամբողջ ազգով էին հավաքվել տվել, որ կապի մեջ լինեն, հասկանան, այսինքն հիասթափությունը հիասթափության ետևից, բայց արդեն Շանթ հեռուստաընկերությունից չեմ կարող, արդեն մասնագիտական էր հիասթափությունները, որովհետև հիմա անկեղծ եմ ես հաղորդման շրջանակներում, դրանում Աստված է վկա, ես իմ հիասթափությունները արդեն 16 տարեկանից Հայ սուպերստարից սկսվեցին արդեն մասնագիտական, որտեղ վոկալիստները, ստիլիստիկան, այդ ոճաբանությունը դասավանդող մեր դասատուները սկսեցին
կոտրել, որովհետև իրենք ունեին ֆավորիտ մասնակիցներ, հասկանում եք, ու ամեն բեմ տարբեր մասնակիցներ շատ մեր սեզոնից, այո, եզրափակիչ եւ դա նորմալ, ես այդ տարիքում հասկանում էի, որ դա նորմալ էր, բայց 15-16 տարեկանում կոտրել երկչուհուն, հետո բեմ բարձրացնել, չնայած ես բարձրանում էի, միանգամից ասում էին մշտադալար ժպիտը դեմքին, չէի էլ կարողանում, որտեվ հիշաչար չէի, չէի էլ հիշում արդեն բեմում այդ ամեն ինչը, բայց երբ որ իջնում էի, այսպես անալիզ էի անում, հասկանում էի ինչքան էլ ինձ կոտրում, հետո նոր բեմ բարձրացնում։ Չնայած չեմ կարող ասել, որ նաև մարդիկ չեն եղել, ովքեր շատ ուժ են տվել, թև են տվել, հետո նոր են բարձրացրել ինձ բեմ, այդ չեմ կարող ժխտել, բայց այն մեկն ավելի մի քիչ շատ գերակշռում էր, էլի, ոնց որ ցանկացած մրցույթ։ Այնուամենայնիվ ոնց ես դիտարկում հայ սուպերստարի դերը քո կարիերայում։ Շատ մեծ, շատ կարևոր ճանապարհ, որը որ պիտի անցներ ցանկացած արտիստ։ Հիմա ինչով եմ ես հանգիստ, եթե անգամ իմ հանդիսատեսը ինձ տեսնում է ֆանագրամա երգելուց շատ հազվադեպ, ես կարիքը չունեմ այլևս ապացուցելու, որովհետև ամիսներ շարունակ հենց այդ նույն հանդիսատեսը տեսել է մեր կենթանի հնչողությամբ կատարումները եւ կարծում եմ էլ ապացուցելու ոչ մի բան ոչ մեկին չկա իրականում, շատ հանգիստ եմ այդ առումով։ Մինչև հիմա տեսնում են փողոցում, ասում են մենք ձեր համար էինք քվեարկում եւ ոնց դուք չհաղթեցիք եւ այլն, բայց ես շատ ադեկվատ մարդ գծիկ երգչուհի եմ, ով շատ լավ գիտակցում է, որ այդ շրջանում ես հաստատ զիջում էի ձայնային տվյալներով Լուսինեին Աղաբեկյանին, ում շատ սիրում եմ, ֆանտաստիկ երգչուհի, Հայաստանի չեմ վախենա ասել, մեր սերնդի լավագույն երգչուհիներից մեկն է եւ մենք շատ մտերիմ ընկերուհիներ էինք նաեւ դարձել ու ես անկեղծ երկուսիս համար հավասար ուրախանում եմ եւ անկեղծ չէի էլ գիտակցում անգամ, որ ես հաղթեի, ինչ էր լինելու, Լուսինեն հաղթեր, ինչ էր, որովհետեւ մեզ հավասար մշտապես վերաբերվել են հավասար, այսպես ասեմ, ու այնքան ադեկվատ էի, որ շատ ճիշտ որոշում էր, որ Լուսինեն է հաղթել, ինձ հաճախ են ասում, ոյ, այդ ժպիտը, որ դու ունես, դու պիտի հաղթես, բայց միշտ ասում եմ, չէ, որ դա ժպիտի մրցույթ չէր, դա վոկալի մրցույթ էր եւ պետք է հաղթեր արժանավունը։ Մենք Lions Partners Insurance ընկերությունում ենք, որը Լոս Անջելեսի ամենախոշոր, ամենավստահելի եւ առհասարակ մեր համայնքի մոտ ամենամեծ ու բարի համբավ ունեցող ապահովագրական ընկերությունն է։ Հիմնադիրը Էմին Աճեմյանն իմ կողքին է։ Էմին ջան, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ կարևոր թեմաների մասին ենք այսուհետ սկսելու քեզ հետ խոսել։ Այսօր առաջարկում եմ խոսենք living benefit-ների մասին։ Մարդիկ միշտ մտածում են, որ ինշուրանսը, կյանքի ապահովագրությունը անհրաժեշտ է մահից հետո, սակայն դա միանգամայն սխալ մոտեցում է։ Խնդրեմ մանրամասնեք։ Այո, շատ մարդիկ կարծում են life insurance-ը պետք է վերցնես մահանաս, բայց ունի benefit-ներ, cash value, որ փողը հավաքում եւ ունի living benefit-ներ, եթե առողջական խնդիր ունեցան, կարանք օգտվենք life insurance-ի coverage-ից, ոչ թե միայն cash-ից։ Այսինքն ստացվում է, որ մենք կյանքի ընթացքում հավաքում ենք որոշակի գումար, որպեսզի ապահովագրված լինենք կյանքի վատ իրավիճակներում։ Ինչ դեպքերում կարող ենք այդ գումարը վերցնել։ Այո։ Դեպքեր կան, օրինակ կարող է անձը առողջական խնդիր չունենա, եթե իրան գումար է պետք, ոնց են բանկից գումարը հանում, նույն ձևի կարող են գնալ իր policy մեջից գումարը վերցնի։ Եթե առողջական խնդիր ունեցան, ոչ թե միայն կվերցնեն policy-ի գումարից, նույնիսկ կանան insurance-ի coverage-ից էլ ստանան որոշ գումար դիսկաունտներով նայած թե ինչ condition-ներ ունեն։ Սովորաբար երբ եք խորհուրդ տալիս մարդկանց դիմել կյանքի ապահովագրության համար։ 15 օրականից։ Իսկապես դա այդպես է, ճիշտ։ Ինչքան շուտ, այդքան լավ, որտեղ երիտասարդ ենք, ավելի էժանա, ավելի առողջ ենք։ Ձեր էկրաններին տեսնում եք Lions Partners Insurance ընկերության բոլոր կոորդինատները, այստեղ աշխատում են ոլորտի եւ համայնքի լավագույն մասնագետները։ Զանգահարելով նշված հեռախոսահամարով կարող եք մանրամասներ տեղեկանալ։ Սեպտեմբերի 3-ին լեգենդար Greek Theatre-ում տեղի կունենա մեգա ֆանտաստիկ նախագիծ։ Նախնիների կանչը 2, հերոսներ եւ սրբեր, այդպես է կոչվում նոր նախագիծը, որը արդեն 3-րդ տարին է անցկացվում, սա թատերական, երաժշտական ու պատմական նախագիծ է, որի մեջ ներառում ամենատարբեր ժանրեր։ Նախագծի ռեժիսորն է Արման Նշանյանը իմ կողքին, ողջույն Արման։ Ողջույն մեր ջան։ Արման, ինչով է այս տարի շոուն տարբերվում եւ ինչ է մեզ սպասվում այս տարի։ Դե ինչպես նշեցիր, ինքը ամբողջովին նոր շոու է։ Տարբերվում է այնքանով, որ անցյալ տարի անցնում էինք մեր պատմության ուղով։
Այս տարի մենք շեշտը դնում ենք հերոսների եւ սրբերի, այն մարդկանց, ում շնորհիվ մենք այսօր այստեղ ենք եւ իրենց աչքերով ենք տեսնում այդ պատմությունը։ Շեշտադրումը դրվում է իրենց ինչ արել են իրենք եւ իրենց մեծ գործի վրա եւ շատ ավելի կարեւոր որ շեշտը դրվում է միասնության մասին, որովհետեւ ոչ մի հերոս եւ սուրբ չի հասել այդ հաղթանակին մենակով, հասել է ժողովրդի միասնությունով, ժողովրդի իրար գալով հասել ենք մենք այսօր մեր հաղթանակին։ Սա մի նախագիծ է, որ համախմբում է բոլոր հայերին, անկախ բնակության վայրից, անկախ իրենց զբաղվածությունից ու մասնագիտությունից եւ անկախ սերունդների տարբերությունից, իսկապես այն կամրջում է բոլորին։ Արդյոք սա ձեր հենց նպատակն է եղել, այսպես ընդգրկել ամենատարբեր ժանրերի արտիստների, ամենատարբեր ստեղծագործողների։ Միակ նպատակը դա է։ Միակ նպատակը դա է, որովհետեւ արվեստը այն բանն է, որը կարող է միավորել որևէ մարդու, մի ամբողջ ազգի եւ այստեղ հենց այդ բազման ժանրությունը ընտրված է դրա համար, որ այս բոլոր մարդիկ կյանքում այս բոլոր մարդկանց չեք տեսնի նույն բեմում։ Ինչպես անցյալ տարի մեր հրաշալի կազմին չէիք տեսնի նորից նույն բեմում իրար հետ, այս անգամ էլ նույնն է։ Շատ տարբեր ժանրները նաև թույլ է տալիս մեզ ցույց տանք տարբեր պատմության հատվածները իր ժանրի թույլտվությունից ելնելով։ Ես առաջարկում եմ ձեզ, որքան հնարավոր է շուտ ձեռք բերել տոմսերը, դուք էկրաններին տեսնում եք կոորդինատներ ու տվյալներ, թե ինչպես կարող եք դա անել։ Յուրաքանչյուրիս հայի պարտքն է եւս մեկ անգամ մեր փոքրիկ ներդրում ունենալ մեր մասնակցությամբ նմանատիպ նախագծերին, որպեսզի դրանք կայանան եւ յուրաքանչյուր տարի իրականացվեն։ Մենք Միլանա սպա կենտրոնում ենք, որտեղ մատուցվում են ամենատարբեր ծառայություններ, այդ թվում նաև դեմքի, մարմնի խնամքի եւ առհասարակ ձեր լավագույն տարբերակը մասնագետների հետ կարող եք ստանալ հենց այստեղ։ Մեզ շատ են դիտում Միացյալ Նահանգներից եւս եւ մեր հայրենակիցները ժամանելով այստեղ երբեմն հնարավորություն չեն ունենում մարզվել կամ այցելել իրենց սպա ծառայություններին։ Եվ այստեղ է նաև հիմնադիրը Տիգրանուհին, ողջույն Տիգրանուհի։ Բարև ձեզ։ Կխնդրեմ մեզ պատմեք ձեր մարզասրահի մասին, որը գործում է սպա կենտրոնում։ Իրականում ինքը որպես այդպեսին ավելի շատ մարմնի մոդելավորման կենտրոն է, քանի որ անցած անգամ շեշտեցի, որ մենք կենտրոնացել ենք ավելի շատ մարմնի խնամքի հետ կապված եւ որոշեցինք շարունակենք այդ թեզը եւ ստեղծենք նաեւ մարմնի մոդելավորման կենտրոն։ Եվ եթե նկատում եք, այստեղ մենք ունենք որոշակի ապարատուրա, որոնք Հայաստանում չկային, իրենք շատ յուրահատուկ են իրենց ֆունկցիաներով։ Օրինակ Simrol-ը, որը ամբողջ Եվրոպայով շատ հայտնի է, ինքը կատարում է լիմֆոդրենաժային էֆեկտ, որի ժամանակ մարդիկ շատ ավելի արագ են նիհարում եւ իրենց մարմինը շատ ավելի էլաստիկ ու ձիգ է լինում։ Սա վակուումի դարոշկան է, որտեղ կան ուլտրաֆիոլետ վիճառագայթներ, եթե նկատում եք, երբ որ մարդը լինում է այս հատվածում, հատուկ համազգեստի շնորհիվ կատարվում է վակուում, ամբողջ մարմինը վակուումի միջոցով ազատվում է ավելորդ ճարպից, արագ նիհարում, մի խոսքով այս ապարատուրաները ավելի շատ տոքսիններից, հա, երևի։ Այ նաև տոքսիններից, հա, ավելի շատ ալարկոտների համար, որ շատ արագ ուզում են նիհարեն։ Իսկ սա վակուումի հեծանիվ է, որը նույնպես ազատում է այդ ամեն ինչից, ինչ որ շեշտեցի, եւ նաև ողնաշորի խնդիր ունեցողները կարող են պարկած ուղղակի քշել այս հեծանիվը եւ միևնույն ժամանակ նայել սերիալը։ Ֆանտաստիկ է, եկեք տեղափոխվենք նաև ջրային պրոցեդուրաների հատված ու տեսնենք, թե ինչ կա նախատեսված բացառապես կանանց համար, իդեպ նշեմ, որ այստեղ այցելում են միայն կանայք, այնպես որ գնացինք։ Այստեղ գտնվում է մեր ջակուզի սաունա հատվածը, ինքը առանձնացված հատված է եւ հատուկ մտածված միայն կանանց ու աղջիկների համար։ Այստեղ հիմնականում կատարվում է bright to-be-ներ, ծննդյան արարողություններից զատ նաև լինում են հարսանեկան արարողություններ աղջիկների, լինում են նաև որ աղջիկները ուղղակի կանանցով հավաքվում են եւ հատուկ հյուրասիրությամբ իրենց համար անցկացնում ժամանակը եւ այս հատվածից օգտվելու պարագայում մենք նաև առաջարկում ենք մեր ամբողջ ծառայությունները 20% զեղչով։ Այս հատվածը եւս շատ սիրվել է շատ մարդկանց կողմից ու շատ մարդկանց սիրելի հատվածն է, այլ նշան, որ լինում են մարդիկ, ովքեր որ գալիս ուղղակի նստում են ժամերով ու ոչ մի բանի մասին էլ չեն ուզում մտածել։ Այնպես որ սիրելի հետևորդներ, այցելեք ընկերուհիների հետ, այցելեք ձեր ընտանիքի անդամների հետ, կանանց այստեղ իսկապես լավագույն ծառայություններն են մատուցում։
մենք Emperador Law Firm-ում ենք, որտեղ մեզ մշտապես օգնում են ստանալ իրավունքի, միգրացիոն եւ այլ թեմաներով համապատասխան ինֆորմացիա։ Համահիմնադիրն է իրավաբան Արմինե Անտոնյանը իմ կողքին, ով այս համայնքում արդեն բավականաչափ մեծ հաջողություն եւ հայտնություն ունի իր հաջողակ кейսերի պատճառով։ Արմինե, ողջույն։ Այսօր ուզում եմ խոսենք իրավաբանական շատ կարևոր թեմայի մասին, կապված մարդու աշխատանքային իրավունքների, դրանք երբեմն ցավոք ոտնահարվում են, խոսքը սխալ ժամերի, չվարձատրվելու, բացակայող լանչերի եւ մնացած այլ ապահովագրության, մի խոսքով այն ամենի մասին, ինչի հետ կարող է առնչվել մեզ հետևող մարդը, ինչ խորհուրդ կտակ եւ ինչպես վարվել։ Ամենամեծ խորհուրդը կլինի ունենաք ձեր ապացույցները, այսինքն ձեզ չեն վճարում գրեք ձեր մենեջերին, ասեք, որ չեմ ստացել աշխատավարձը ժամանակին, ձեզ վատ են վերաբերում, ունեցեք ցանկացած SMS նույնիսկ դա համարվում է ապացույց, նկար, որ ոչ ապահով պայմաններում եք աշխատում, որտեղ հոսանքը բաց է օրինակի համար, դուք վախենում եք հանկարծ անձրև կգա ու մի վատ հետևանքի կլինի, պահեք ձեր բոլոր ապացույցները եւ ամենակարևորը, եթե դուք նույնիսկ չունեք իմիգրացիոն ստատուս, հա, անօրինական եք այստեղ, ընդհանրապես անօրինական պատով եք եկել կամ Մեքսիկայով եք եկել, դուք ունեք նույն իրավունքը, ինչ ունի քաղաքացին այս երկրում, հատկապես Կալիֆոռնիա նահանգում։ Հետաքրքիր է, մշտապես որոշ հայկական հաստատություններ աշխատանքային այսպես խտրականության են ենթարկում մարդկանց եւ միաժամանակ նաեւ իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարում։ Այս դեպքում փաստորեն պետք չէ վախենալ, որ չկան թղթեր։ Ոչ, ընդհանրապես Labor Commissioner-ը դա պետական մարմին է, ով որ կառավարում է եւ ղեկավարում է բոլոր աշխատատուներին Միացյալ Նահանգներում եւ Կալիֆոռնիա նահանգում հատկապես։ Դա նույնիսկ անվճար է։ Մարդիկ կարող են դիմել Labor Commissioner-ին, որպեսզի investigate անի ձեր աշխատատուին եւ իմանա թե ինչ անօրինական բաներ է արել ձեր աշխատատուն։ Այսինքն ոչ մի խնդիր չունեք, վախենալ պետք չի, այս ոչ մեկ չի դիմելու դրա համար եւ ձեզ ոչ մեկ չի տանելու դրա համար կանոնավոր, որտեղ դուք դիմել եք որպես օգնություն, հա, այս պետությանը, որ ձեզ պաշտպանի ձեր աշխատատուից։ Ժողովուրդ, յուրաքանչյուր խնդրի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով, եթե ձեր իրավունքները խախտվել են, եթե դուք ունեք որոշ մտավախություններ, այստեղ մեծ թիմ է գործում, որոնք շատ բարեհամբույր են, յուրաքանչյուրը գիտի իր նեղ մասնագիտացումը եւ պրոֆեսիոնալ կերպով բոլորիդ կօգնեն եւ ինչպես տեսնում եք, ջերմ ու բարի մարդիկ են այստեղ աշխատում, բացի նրանից, որ նաեւ պրոֆեսիոնալ։ Դիմեք Emperador Law Firm։ Նարը ինչու է այդպես ստացվում ըստ քեզ, որ տաղանդների շոուներում միշտ հաղթողը, չգիտես ինչու կորում է, եւ այն մարդիկ, ովքեր մրցանակային տեղ են զբաղեցրել, բայց հաղթող չեն կամ անգամ մրցանակային տեղ չեն զբաղեցրել, շատ ավելի մասսայական ու պոպուլյար են դառնում։ Մեր պրակտիկայում մենք շատ նմանատիպ դեպքեր ենք տեսել, թե Միրան Ծառուկյանի, թե Լիլիթ Հովհաննիսյանի, թե Աստղիկի դեպքում Սաֆարյան, այսինքն մարդիկ, ովքեր հաղթանակ չեն գրանցել այդ մրցույթի շրջանակներում, իրանք ավելի այս պահին առաջատար, եթե ոչ ամենաառաջատարներն են։ Ես կարծում եմ այստեղ տեսակի խնդիր է եւ տվյալ պահին ով է կարողացել իր կողքին ճիշտ մարդու Իդեպ դա շատ կարևոր է, շատ, որովհետև այդ ընթացքում, երբ հայ սուպերստարը վերջացավ, եթե ես հիմա չեմ մեղադրում ընդհանրապես իմ բախտը եւ ոչ մեկին խնդրում եմ այդ ֆիքսել, բայց եթե իմ կողքին լիներ թեև տվող մի պրոդյուսեր, գուցե ես այս պահին այստեղ չլինեի, ավելի ուրիշ տեղում լինեի, հասկանում եք, այսինքն շատ կարևոր է ով միանգամից քեզ ուժ կտա, քեզ թեև կտա, ճիշտ ուղու վրա կդնի Լիքը երկչույներ այդպես կործանվում են, որովհետև դու շատ լավ տեղում ես, որովհետև ժողովուրդը քեզ սիրում է, բայց միջև քո գալը հենց այդ բազմոցին նստած մեր օպերատորներից մեկի հետ այդ էի քննարկում ու ես էի իմ կարծիքն ասում եմ, որ այս աղջիկը շատ սիրված է, բայց իր պոտենցիալի մաքսիմումը չի սա ու բացատրում է ըստ մասնագիտական կրիտերիաների, թե ինչու է աղջիկը կարող է շատ ավելին լինել, քան կա մասսայականության տեսանկյունից։ Քեզ միշտ համեմատում են օրինակ Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Ըստ քեզ ինչու են համեմատում եւ ինչու քո կարիերան այնուամենայնիվ զիջում է Լիլիթ Հովհաննիսյանի հաջողություններին։ Նախ անկեղծ խոստովանեմ, երևի թե առաջին հերթին, որ ես Լիլիթի պես շատ աշխատասեր երգչուհի չեմ ինձ համարում, անկեղծ։ Ես ինձ կարիերից չեմ համարում, դա ամենավատ բանն է մեր ասպարեզում եւ հետո ինչի են համեմատում, գուցե շատ մեծ
տեսակային գուցե մենք նման ենք ժպտերեսի գությամբ կամ չգիտեմ ինչ որ միշտ ասում են այդ ջերմությունը համ քեզնից է գալիս համ Լիլիթից բացի այն որ Լիլիթի հետ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել ես մինչ այսօր երբեք չեմ մոռանա Լիլիթը ուրեմն ուներ երկարաչից շատ գեղեցիկ շագանակագույն կոշիկներ իսկ ես ունեի այո եղանակին ոչ համապատասխան բոթասներ եւ ես մինչ այսօր հիշում եմ այդ պահերը երբ Լիլիթի հետ երթուղայինից իջնում էինք ձյունը այստեղից էր ինչպես միշտ Լիլիթը ոչ մի տառ ու բառ չէր ասում այսպես ոտքերով ձյունը այն կողմ էր տանում որ ես անցնեի ու չխրվեի այդ բոթասներով այդ ձյան մեջ այսինքն Լիլիթին շատ սիրում եմ իդեպ շատ ես շատ ուրախ եմ որ կարող են համեմատել հենց Լիլիթի հետ որովհետև իսկապես իրեն շատ սիրում եմ համարում եմ այն աշխատասեր երգչուհին ով արժանի է շատ ավելի մեծ իսկապես արժանի է համաշխարհային մեծ բեմերի նույնը չեմ կարող ասել իմ մասին որովհետև ես այդ աշխատասեր տեսակ ինձ չեմ համարում ես ինձ կարիերից չեմ համարում դա դժբախտություն է մեր ասպարեզում լինել եւ մեր շատ սիրելի հաղորդավարներից մեկը մի օր ասաց դու եւ շոու բիզնեսում ես հետաքրքիր է եւ դրանից դուրս այսինքն համ կաս շոու բիզնեսում ես համ մի տեսակ չես էլ ինտեգրվում այդ շոու բիզնեսյան ամեն ինչին էլի թողբողին իսկապես ճիշտ ասեց որովհետեւ ես կարող եմ գլուխս կախ անել մի քանի աշխատանք, մարդիկ դա սիրեն, գրանցեմ մի քանի տասնյակ միլիոն դիտումներ ու հետո ես էլ չզբաղվեմ այդ նույն գործով, հասկանում եք, ես կարող եմ ամիսներ շարունակ գնալ աշխատանքի գատնը եւ չզբաղվել իմ գործով, այդ շատ վատ է, դա շատ վատ է եւ դու կրկին չես լինելու այս տարիքում եւ Աստված քեզ շնորհել է եւ ձայն, եւ տեսք, եւ միտք, եւ խարիզմա, որը շատ կարևոր է ու ես չեմ կարող ասել որ դու դա վատնում ես որովհետև դա չափազանցված կլինի բայց դու չես օգտագործում քո ողջ պոտենցիալը եւ դա գցել միայն նրա վրա որ ես աշխատասեր չեմ եւ այլն դա ընդհանրապես արդարացում է գուցե տես դու ունես տասնյակ միլիոնավոր դիտումներ տարվա ընթացքում ամենատարբեր երգերից տեսահոլովակներից վերջերս Ռուսաստանի տասնյակ քաղաքներով շրջագայել ես գործընկերներիդ հետ եւ այլն անընդհատ համերգների մեջ ես բայց որևէ մրցանակաբաշխության մենք չենք տեսնում քեզ տարվա երկմրցանակաբաշխությանը չենք տեսնում քո երգերը թեև դրանք իրենց դիտումներով եւ մասսայականությամբ գերազանցում են մյուս ներկայացված երգերին ինչու դու ինքդ քեզնով չես զբաղվում կողքից տպավորությունն է որ դու հաշտ եւ համերաշխ ես այդ վերաբերմունքի հետ այդքան էլ այդպես չի, որովհետև ես իրականում այդ մրցանակաբաշխությունների հետ կապված այդ հիասթափությունները ամեն տարի եմ ապրում, իրականում ես հիշում եմ անցյալ տարի ինչքան երկար է ես պատրաստվում մի տեսահոլովակի Սևանի ներքևում հատակում մենք 2 մետրանոց բեմ էինք հավաքում տանջանքով վադալազի շորերով մեր աշխատակիցների իմ տեսահոլովակի որպեսի ռոյալը տանենք դնենք այդ Սևանի հատակին եւ մարդիկ ասում էին դա արհեստական բանականության արդյունք է բայց ես ստացա իմ երազանքների այդ տեսահոլովակը որտեղ Սևանի մեջտեղում ես ռոյալ էի նվագում այսպես ճերմակ գեստով իմ ամենասիրելի տեսահոլովակներից է եւ այն գրանցեց 7 ամսում 10 միլիոն եւ ավել դիտում ես չունեմ այդ հարցի պատասխանը օրինակ ինչու ես այդ տարի հիթ էր չէ ինքը չէ որ հիթ էր մեկ շաբաթում 2 միլիոն դիտումը դա արդեն հիթ էր մարդիկ սիրում են եւ շատ հիանալի ստեղծագործություն է կարծում եմ մեր Մհերի Պետրոսյանի եւ Վարդան Գալստյանի ստեղծագործությունն է ամեն անգամ երգը ես չունեմ այդ պատասխանը ինչու ես չկամ մրցանակաբաշխություններում տարբեր տեսակի չեմ ուզում այն հին մտածելակերպը առաջ բերել գուցե թիկունք չունեմ եւ այն չէ այդ մենք այդ դարում չենք ապրում դուք ձեր հաղորդման շրջանակներում էլ շատ արտիստների ես սա իսկապես ճիշտ եմ ասում նկատում են բոլորը շատ արտիստների ճանապարհ հարթեցիք դեպի մեծ բեմեր, դեպի շատ ավելի մեծ լսարան։ Նարեկ անգամ առանց տեսախցիկների քիչ առաջ, երբ դու շտկում էիր քո դիմահարդարումը, միջև եթեր սկսելը, ես այդ հարցն էի քեզ տալիս, ինչով կարող եմ օգնել եւ արդեն որոշակի պայմանավորվածություն նախնական ձեռք բերեցինք Միացյալ Նահանգների մրցանակաբաշխության համար ու քիչ առաջ էլ մտածում ուղղակի քո փոխարեն ինչ որ մեկը պետք է զանգի, որտեղ այդ մյուս մրցանակաբաշխության մարդիկ էլ որոշ վերապահումներով adekvat են ու
Ինչու՞ մեկ ուղղակի պիտի զբաղվի։ Արի ես արշախնդիր զբաղվում եմ։ Արդեն 1 ժամ է, ես իմ ողջավորությունը իմ անկեղծ կնեմ։ Արի ես Չեմ կարողանում պահել մենակ այն մտքից, որ ես պիտի գնամ Միացյալ Նահանգներ մասնակցեմ։ Արի փորձեմ ես դա արշախնդիր անել։ Սակայն կա նաև ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, որ այս տարի երկրորդ անգամ է լինելու Տաշիր մրցանակաբաշխությունը։ Իմ խորին համոզմամբ այդ մրցանակաբաշխությունը որևէ կերպ չի արտացոլում մեր ազգի ճաշակը եւ որևէ կերպ իրականության հետ կապ չունի եւ այդ մասին ես ծավալուն հրապարակումներ եմ արել եւ Instagram-ում եւ հատուկ թողարկում կա նաեւ օցի լեզվի, բայց այնուամենայնիվ փորձենք հասկանալ եւ ընկալել։ Իդեպ թող չմտածեն, որ դա մրցակցային է, որովհետեւ որևէ այլ մրցանակաբաշխության կազմակերպիչ չեմ, պարզապես աշխատակից եմ։ Այդտեղ կարգը շատ պարզ է։ Կարող ես առաջադրել քո երգը եւ տեսահոլովակը, դեռ գնում է այդ փուլը, երբ կարող ես առաջադրել։ Այլ խնդիր է, որ այդտեղ չի հասնելու եւ պարզ է իրենք 5 հոգով որոշելու են ինչ են ուզում անել եւ անելու են դա, բայց այնուամենայնիվ արել ես արդյոք այդ քայլը։ Ոչ։ Ինչու՞։ Խոստովանում եմ անկեղծ, ոչ, ես այդ քայլը չեմ։ Գուցե հենց այդ վախերից ելնելով, որ այդ ձեր ասած միևնույն է վերջում հաղթելու են նույն արտիստները եւ նույն անունները, ովքեր այս պահին շոու բիզնեսյան թոփ արտիստներ են համարվում։ Ես այստեղ էլի առաջ է գալիս այդ ոչ կարիերիստ համ բողոքում եմ իրականում, որ չկամ, համ էլ ես հո ինքս անկեղծ եմ իմ հանդեպ։ Հասկանում եմ, որ ես ինքս էլ դրա համար կոպիտ ասեմ, չեմ կոտորում ինձ, որպեսզի հայտնվեմ այդտեղ։ Ես գլուխս կախ իմ աշխատանքն եմ կատարում, որովհետև իմ համար ես անկեղծ կնեմ, միշտ եմ ասել։ Իմ հանդիսատեսի սերը իրականում այդ մրցանակով չի որոշվում, բոլորովին։ Այդ մրցանակաբաշխություններում երգում են արտիստներ, ում հետ ես հավաքական համերգների մասնակցում եմ եւ իմ երգերը անկեղծ 5 երգից 5-ն էլ հավասար ես ընդհանրապես չեմ երգում։ Բարձրախոսը հանձնում եմ ու այսպես շատ գոհունակությամբ կանգնում եմ վեմում ու լսում եմ դա իսկապես հուզվելու աստիճան, ես ամեն անգամ, երբ նայում եմ ոնց են մեծից փոքր իմ երգերի տեքստը հիշում, երգում ինձ հետ հավասար, իսկապես դրանից մեծ մրցանակ գոյություն չունի։ Իհարկե լավ կլիներ նաև ավել մրցանակը ոգևորող է միշտ երգչուհուն, միշտ, բայց քանի որ ունեմ իմ հանդիսատեսը, լրացնում է նաև այդ բացը։ Երևանում շարունակում է շինարարական բումը եւ կան բազմաթիվ կառուցապատող ընկերություններ, սակայն պետք է ճիշտ կողմնորոշվել, որ կառուցապատող ընկերությունից ձեռք բերել բնակարան։ New City Projects ընկերությունը վաղուց է գործում եւ արդեն հասցրել է ձեզ ներկայացնել ամենատարբեր հաջողված նախագծեր։ Սակայն ես այսօր այստեղ եմ, այս ճգնաղ գրասենյակում, որպեսզի ձեզ ներկայացնեմ նրանց վերջին նախագիծը, որը կոչվում է Lotus։ Lotus-ը պրեմիում դասի բնակարանային համալիր է, որտեղ ներկայացված են բազմաթիվ բնակարաններ 55-ից մինչև 200 եւ ավել քառակուսի մետր տարածքով։ Lotus-ը ունենալու է հսկայական տարածք, այգիներ, խաղահրապարակներ, անգամ նախատեսված է այնտեղ սրճարան եւ ամեն ինչ մտածել են դիզայներները, ճարտարապետները, որպեսզի մարդիկ այնտեղ ապրեն լիարժեք կյանքով։ Հոգնել է Երևանի կենտրոնի աղմուկից, ապա սա լավագույն ընտրությունն է։ Հոգնել է Երևանի կենտրոնի թողուբոհից, խցանումներից, Նորք Մարաշ համայնքում գտնվող Lotus-ը հրաշալի ընտրություն է, որպեսզի դուք ապրեք հանգիստ եւ ձեր երեխաները ունենան գեղեցիկ մանկություն, խաղան բակում եւ մեծանան ապահով պայմաններում։ Դե ինչ, տեսնում եք կայքը, տեսնում եք հեռախոսահամարը, ասեմ, որ թվով շատ քիչ բնակարաններ են մնացել։ Ունեք հնարավորություն դեռևս գալ եւ ամրագրել ձեր տեղը։ Այստեղի աշխատակիցները ձեզ կներկայացնեն ողջ նախագիծը իր ամբողջ մանրամասնությամբ։ Զանգահարեք, վերցրեք ժամադրություն եւ անպայման եկեք ու դարձեք այս հրաշալի համայնքի լիիրավ անդամը։ Մեր թողարկումների ընթացքում մենք մշտապես ներկայացնում ենք լավագույն մասնագետներին կամ իհարկե կազմակերպություններին, որոնք ներկայացնում են լավագույն ծառայությունները։ Այդպիսով մենք օգնում ենք նաև մեր համայնքին ու հետևորդներին տեղեկանալ լավագույնների մասին։ Arma Physical Therapy հիմնադրի Արսեն Արշակյանի հետ ենք մենք խոսելու, ողջույն։
Եվ բարձելու ենք, թե ինչու մարդիկ պիտի ընտրեն եւ հատկապես բժշկական կազմակերպությունները այստեղ ձեր ծառայությունները։ Շնորհակալ եմ մեր ջան, ուրեմն մենք հիմնականում աշխատում ենք հոմելտների եւ հոսպիսների հետ եւ ի ուրախություն մեր ազգաբնակչության եւ հոմելտների սեփականատերերի, մենեջերների մեր մոտ լեզուների քանակը, որով կարող ենք շփվել հիվանդների հետ, ավելացել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն դա շատ կարևոր է հոմելտների համար, որտեղ բազմալեզու հիվանդներ ունեն եւ ամենակարևորը մեր բժշկական անձնակազմը համալրվել է նոր ֆիզիկալ թերապիստներով, որոնք տարածքները ավելի մեծացվել են մեզ մոտ, Լոս Անջելես քաունտին ամբողջովին, Օրենջ քաունտին եւ այդպես շարունակվում է, որտեղ որ հնարավոր է մենք սերվիսները տրվում են։ Եվ մեզ համար ամենակարևորը ոչ թե հիվանդների քանակն է, թե մենք ինչ քանակությամբ հիվանդներ կունենք, այլ որակը։ Այսինքն յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում է ցուցադրվում թե բժշկական տեսանկյունից, թե հետագայում ավարտելուց հետո հոմելտերին տրամադրվելիք, այսպես ասած, նոթերի որակը, ժամանակին տրամադրելը նոթերի եւ նոթերի իրականում այն ճշտությունը, որը որ բոլորս քաշ տեղյակ ենք, պետության կողմից հսկողությունը, որ օպեին եկամտան արմա ֆիզիկալ թերապիայի կողմից տրամադրված նոթերի որակը եւ բժիշկների հստակ տեղեկությունը, թե ինչ կարգավիճակում է գտնում, մենք 100%-անոց գարանտիա տալիս ենք դրա։ Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ հիվանդներին ու հաճախորդներին ամենաշատը հետաքրքիր է եւ ամենաշատը նրանք կարեւորում են նաև հոգեբանական եւ մարդկային մոտեցումը մասնագետների, դա բնականաբար իհարկե առկա է նաև Arma Physical Therapy-ում, իսկ հա այն կազմակերպություններին եւ կազմակերպությունների ղեկավարներին էլ հետաքրքրում է, թե որքանով է ճկուն աշխատելը հենց therapy company-ների հետ եւ պիտի ասեմ, որ Arma Physical Therapy բոլոր մասնագետները պատրաստակամ են տարածաշրջանում այցելել բոլոր հիվանդներին եւ դա անել օպերատիվ ու շատ որակով։ Այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ փորձեք բարձել մանրամասները։ Սա փոքրիկ Երևանն է, Բուրբենքում, Լոս Անջելեսում։ Սա տուն լահմաջոն է, որտեղ դուք կգտնեք ամենահամեղ ուտեստները, ամենահամեղ լահմաջոն, ամենաանկեղծ ժպիտները սպասարկող անձնակազմից, ընտանեկան միջավայր ու հաճախորդներ եւ որ ամենակարևորն է գումարը վճարելու համար վիճող մեր հայրենակիցներ, որը շատ երևանյան է։ Այցելելով Երևան ես մշտապես գնում եմ նաև երևանյան մասնաճյուղը, բարևներ բոլորին, ովքեր աշխատում են Երևանի տուն լահմաջոյում, իսկ այստեղ դուք կգտնեք գաղտնի ընտանեկան բաղադրատոմսով պատրաստվող լահմաջոն եւ հայկական լավագույն ուտեստները։ Համեցեք տուն լահմաջո, վստահ եմ, որ ժամանակ առ ժամանակ կհանդիպենք հենց այստեղ, որովհետև ես հաճախ եմ լինում ու բոլորից սիրում եմ ողջագուրվել, բարևել եւ ասել, որ շնորհակալ եմ, որ այցելում եք տուն լահմաջո։ 1983 թվականից ի վեր MS Travel-ը զբաղվում է ճանապարհորդություններով եւ ձեր հանգիստը կազմակերպելով։ Այս անգամ ֆանտաստիկ եւ յուրահատուկ առաջարկ կա այն մարդկանց համար, ովքեր սիրում են նավարկություններ։ Հոկտեմբերի 26-ից 30-ը Մեքսիկո ուղևորվող նավը լի է լինելու հայերով եւ ուրախ ու դրական հիշողություններով։ Ֆանտաստիկ համերգ է ունենալու Տաթև Ասատրյանը, ամենասիրված հայ երգչուհիներից մեկը, այնպես որ բոլորին սպասում ենք նավի վրա։ Առանձին եւ անակնկալ ելույթ է ունենալու Արևիկ երաժշտական խումբը, որը եւս պատրաստել է ձեր ամենասիրելի երգերը եւ վստահ եմ ձեզ միասին պարգևելու է երջանկության պահեր, 4 օր է տևելու, 4 գիշեր նավարկությունը, որից 2-ը հայկական երեկոներ են լինելու։ Նավի հարմարավետություն եւ ուտելիքների որակի եւ առհասարակ կազմակերպչական մանրամասների մասին վստահ եմ ձեզնից շատերը տեղյակ են եւ գիտեն ու ճանապարհորդել են MS Travel-ի հետ։ Այս անգամ էլ ավելի լավ է լինելու եւ միասին բոլորս հանդիպելու ենք հենց Մեքսիկո ուղևորվող նավի վրա։ Այնպես որ հոկտեմբերի 26-ից 30-ը կհանդիպենք։ Քեզ բոլորը ճանաչում էին, գիտեին, գնահատում էին քո վոկալային տվյալները, շատերը նաև նկատում էին քո խարիզման եւ այլն, բայց ես կարծում եմ, որ քո աստղը փայլեց եւ մարդիկ քեզ իրենց սրտները ներս դեպի թողեցին, երբ դու կատարեցիր Մոր երգը զինվորին ստեղծագործությունը, որը նվիրված էր ռազմի դաշտում ընկած մեր հերոսներին ու դա ուղղակի ցնցել էր բոլորին ու ցնցել էր քո հուզական կատարումը ու այդ նաև ժամանակը կատարման եւ այլն կպատմես ում էր նվիրված երգը, ինչպես ստեղծվեց երգը եւ քո ապրումները այդ երգը կատարելիս։ Այդ երգը բերեցին մեր տուն Գոռի Կիրակոսյանի, ում որ նվիրված է, Գոռը մեր կողքի գյուղի
մեր շատ լավ երիտասարդներից էր։ Գորի ծնողները բերեցին մեր տուն եւ ասացին, որ շուտով Գորի հուշ երեկոն է լինելու եւ շատ ուզում են, որ այդ երգը ես երգեմ։ Ուզում եմ էլի ասել, որ ծնողներս շատ դեմ էին իմ գերեմոցիոնալ տեսակը շատ լավ իմանալով, որ դա մի վատ բանի բերելու է։ Ես այսպես երկու ոտքս մի կոշիկի մեջ պնդում եի, որ ես այդ երգը պիտի կատարեմ։ Ինչու՞։ Որովհետև մենք մեծացել ենք զինվորապաշտ ընտանիքում, մայրս զինված ուժերում է աշխատում ու ես տեսել եմ ինքը ոնց է սեղանից նոր տարվա մեր ամեն ինչը մթերքները հավաքում ու տանում իր զինվորներին, հələ մի բաներ մենք ենք ասում ենք դուք կուտեք հետո հաստատ։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ եւ երևի թե շատ մեծ էր ցանկությունս, որ իմ եղբայրներին նվիրված մի երգ ես ունենամ, որովհետև այդ երգը Գորի գլխավորությամբ վերաբերվում էր բոլոր մեր նահատակված հերոսներին։ Այդ ժամանակ հիշում եմ 106 կամ 120 զոհ, ներողություն եմ խնդրում, որ չեմ հիշում, կարծեմ 106 զոհ ունեինք ու ես բոլորին դեմքերով գիտեի, որովհետև ամեն օր ես դրա մեջ էի, ես ուսումնասիրում էի, շատ ուզում էի այդ երգը կատարել եւ երբ եկավ այդ պահը կատարելու Շանթ հեռուստաընկերությունում Arena Live ծրագիր կար, որտեղ որ իմ մենահամերգը կազմակերպեցին, հիմա գալիս էր մի ուրիշ բարդ փուլ։ Ես երգը տարա Շանթ TV եւ խնդրեցի, որ խնդրում եմ մի հատ փորձի ժամանակ այս երգը լսեք, ես շատ ուզում եմ այն կատարել, մի անգամից կտրականապես այսպես ձեռքերը ռեժիսորը խփեց սեղանին, ես այսօրվա պես հիշում եմ, երբեք չեմ մոռանա այդ անհնար է մեր եթերում խնդրում եմ մահացած զինվորներին դե այն ժամանակ մի քիչ իրենք դեմ էին ես ասեմ ինչի որ հիմա մեղադրական բաներ էլ չհնչեն տվյալ ռեժիսորի հասցեին իրենք դեմ էին ավելի թարմացնել այդ զոհված զինվորների ծնողների վերքը ես հետո եկա այն մտքին որ իրականում լաց է բերում ես դա իմ երգից հասկացա խնդրեցի, ասի խնդրում եմ մի հատ ուղակի լսեք այս երգը, ուրիշ ոչինչ չեմ ուզում, ես երգեմ, դուք լսեք, շատ մեծ ջանքերի արդյունքում ես փորձի ժամանակ սկսեցի երգել, բնականաբար փորձի ընթացքում էլ արդեն եղբայրս էլ նոր էր վերադարձել բանակից, շատ դժվար օրեր էինք ունեցել, այդ ամեն ինչը վերապրելով որպես քույր եւ բոլորի քույր ու այդ բոլոր մայրերի էմոցիաների իմ մեջ Ես հիշում եմ երգեցի, երբ գլուխս բարձրացրեցի, տեսա բոլոր օպերատորներին, իրենք ուղղակի չէին լացում, այսինքն բոլորը հուզվել են ու ես մի հատ սարսափելի տեսարանի ականատես եղա, որովհետև բոլորը ունեին այդ պահին մարտի դաշտում եղբայրներ, ունեին հարազատներ, ու հիշում եմ հենց այդ նույն օպերատորներն էլ ռեժիսորը մինչև այսօր իսկ դեմ էր, ես որ տեսնում եմ իրեն, ասում եմ հիշում ես որ դու դեմ ես, ասում եմ ես հիմա էլ դեմ կլինեի, որովհետև պետք չէր ընդհանրապես այդ զոհված զինվորների ծնողների ցավը էլի ավելացնել, բայց ես ուրիշ կերպ էի մտածում, ես մտածում էի, որ ես ի պատիվ իրենց եմ երգում, հասկանում եք, ես էլ որպես հայուհի, որպես երգչուհի իմ մասնիկը պիտի ունենամ այդ ամեն ինչում եւ իհարկե այն փաստը, որ ես դեմ եմ նմանատիպ երգերին եւ շատ ցանկանում եմ, որ մենք երբևէ այլևս առիթը չունենանք։ Դու ասացիր, որ լաց է բերում, ես հիմա եմ այդ մասին մտածում մի քանի վայրկյանը Ինչ նկատի ունես դա ասելով, կբացես ցանկագծերը։ Ես հիշում եմ, որ մեկնաբանություններում, երբ երգը հայտնվեց համացանցում, YouTube-ում, ես հիշում եմ մեկնաբանություններում ադրբեջանցիները հենց նույն ու դա ինձ որպես հայուհի շատ էր նյարդայնացնում։ Ես հիշում եմ գրում էին լացեք, որովհետև հետագայում ավելի եք լացելու, մենք հասնելու ենք մինչև Երևան։ Ամեն երկրորդ մեկնաբանությունը այդ մեկնաբանությունն էր։ Բայց մենք հաղթել ենք այդ պատերազմը։ Ես էլ եմ այդպես կարծում, չէ, մենք առհասարակ ինձ թվում է հաղթել ենք, այստեղ խնդիրը չեմ ուզում ընդհանրապես քաղաքական թեմաներ շոշափել, որովհետև ես շատ հեռու եմ, չնայած նրան, որ բոլորովին վերջերս շատ անկախ իմ կամքից հայտնվեցի կիզակետում այդ ամեն ինչի։
Հա, ես ուզում եմ երկից խոսել, ուրեմն եկավ երրորդ этаպը, ես համոզել եի արդեն Շանթ հեռուստաընկերությունով հնչեր այդ երգը, եկավ մի ուրիշ պատնեշ։ Ես ուզում եի, որպեսզի մեր բոլոր հերոսներին մարդիկ դեմքով ճանաչեն։ Ու պետք էր, որ էկրանում իմ թիկունքում լինեին այդ բոլոր զինվորների, մեր զոհված հայրերի, սպաների նկարները։ Այդ եւս դրան եւս դեմ էր, Շանթ հեռուստաընկերության այդ ռեժիսորը շատ դեմ էր, ուղղակի դեմ չէր, ասում էր բացառված է, նման բան չի լինելու։ Մի կերպ այդ համոզելուց հետո մի խոսքով երգը հնչեց։ Բայց ո՞նց կարողացար համոզել։ Այս պահին անկեղծ չեմ, դե փաստացի շատ մեծ ջանքեր եմ գործադրել, որ ստացվել է դա անել։ Ես հիշում եմ այդ ելույթից ժամանակ, ես կյանքում առաջին անգամ ես այդ ժամանակ 28-29 տարեկան է, եթե չեմ սխալվում, 28, եւ ես առաջին անգամ հասկացա, որ իմ սիրտը վատացավ։ Հենց ելույթի ժամանակ, բայց ես էլի երգեր ունեի երգելու զինվորի երգից բացի, ու իմ մենահամերգն է։ Ես մի րոպե ընդամենը դադար վերցրեցի, հիշում եմ մենակ, որ ասել եմ մի հատ սրտի կոճակներ ինձ բերեք, որովհետեւ այսպես գլխապտույտ էր մոտը սկսվել, շատ էի ներս գցել ու հենց որ աչքերս բարձրացրի, տեսա գորի ծնողները, գորի եղբայրը, հայրը, մայրը, այդ իսկապես սարսափելի տեսարան էր ու բացի այդ մենակ իրենք չէ, ամբողջ դահլիճը արտասվում էր, ես հասկացա ինչ էր կատարվում, ես ինչ որ մի պահի ինձ թվաց ես սխալ եմ արել, որ այդ երգը համոզել եմ, որ երգեմ, բայց երբ քնեցի այդ գիշեր, համերգը եթեր հեռացակվեց, առավոտյան արթնացա, իջա կանգար, սպասում էի իմ երթուղայինին հոկտեմբերյան Երևան։ Չեմ չափազանցնում, անկեղծ կողքս ինչքան մարդ որ կար, բոլորը հեռախոսի մեջ էին ու տարբեր հատվածներից իմ ձայնն էր հնչում, հետո բարձրացա երթուղային, երևի ուղղակի սիրել են երգը լսում, բարձրացա երթուղային, տեսա, որ վարորդը ղեկին, վարորդը եւ մնացած բոլոր ուղևորները ոչ մեկ անգամ ուշադրություն չդարձրեցել, որ իրենց հեռախոսների միջի երգչուհին է, անկեղծ է սովորապես հիշում եմ բարձրացել երթուղային, ես էլ կանգնած էի, որովհետև այս sense պիկ էր, շատ խիտ էր, մարդիկ կանգնած էին, բայց տարբեր կողմերից լսում էի, տեսնում էի մարդիկ այսպես ու հասկացա, որ երգը իսկապես սիրվել է, բայց հենց նույն գիշերը երգը հեռացվեց YouTube-ից, ադրբեջանցիները բոյկոտեցին եւ երգը հեռացվեց YouTube-ից, գրանցել էր մեկ գիշերվա մեջ 5 միլիոն եւ ավել դիտում։ Հեռացվեց, հետո իհարկե Շանթ հեռուստաընկերության պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ այդ երգը նորից վերադարձվեց։ Նա պատահական չէր քո հուզականությունը այդ թեմայի վերաբերյալ, որովհետև քո եղբայրը եւս ծառայել է հայոց բանակում եւ որպես իսկական քույր, որպես հայ քույր, այդ ողջ ընթացքը քեզ համար շատ լարված ու շատ ցավոտ ա եղել։ Ու եղել անգամ մի զանգ, որը սարսափելի զանգ ա եղել։ Կպատմես այդ ժամանակաշրջանը։ Ես միշտ ասում եմ, որ թող ինձ ներեն իմ բոլոր հայրենակիցները, բայց ես անգամ մեր հակառակ ազգի մեր ադրբեջանցի թշնամիներին անգամ չեմ ցանկանա երբևէ նման բան, այդքան դաժան էր այդ պահին իրականությունը, որովհետև ես ստանում եմ զանգ, կողքից տեսնում եմ մեր մարդկանց, ինձ շրջապատող մարդկանց, որովհետև իրանք արդեն լսել են, ասում են, ոնց որ ասում են Նարէ Գևորգյանի եղբայրն է զոհվել, Աստված իմ ես ոնց եմ կանգառից հասնում, պատմել եմ դրա մասին մի օր էլի եթերում, օթերով ես ոնց եմ կանգառից հասնում մեր տուն, որպեսզի հանկարծ մամայիս ականջը այդ առաջինը մամաս այդ կերպով չլսի ու զանգ եմ ստանում, որ հասնում եմ արդեն մեր բակ, բոլորը ինձ նայում են, շատ նեղված են ինձ նայում, ես հասկանում եմ, որ դա տեղի է ունեցել, զանգ եմ ստանում, եղբայրս մի բան է ինձ ասում, մի անգամից իր ձայնը լսում, ծնկներս թուլանում են, ասում եմ, հիշում եմ այսօրվա պես, ասում եմ, մինչև ինձ չբերեն, հանկարծ չհավատակ, որ ինձ հետ ինչ-որ մի բան է պատահել,
հասնում եմ տուն ու այնպես որ այդ մամայիս ականջը հանկարծ չընկնի, ես ասում եմ թող Աստված ինձ ների, բայց անգամ ադրբեջանցի մեր թշնամիներին, ես միակ մեր թշնամիներին ես դա չեմ ցանկանա, ես իմ կյանքում չունեմ թշնամիներ, նրանք միակն են։ Ես այդ զանգը չեմ ցանկանա, որովհետև այդ սարսափի ժանրից էր։ Ու երբ որ եղբայրս եկավ, ես բոլորը գիտեն, որ իմ կյանքի հարստությունը, իմ կյանքի իմաստը իմ եղբայրն է, բոլոր ընտանիքի անդամները մի կողմ, եղբայրս լրիվ ուրիշ կողմ, երբ որ ինքը ծառայում էր 15 օր դիրքերում էր, 15 օր զորամասում էր, ես այդ 15 օրը չէի քնում, որ հասկանա ինքը ինչ ազգում, արթուն էի մնում մինչև լույս, աչքս մեկ-մեկ կպնում էր, էլի արթուն չէի ուզում քնեի, որ հասկանայի ինչ է ինքը այդ պահին զգում էլի, ու երբ որ ինձ համար երազանքի պես մի բան էր դարձել, որ ինքը տուն վերադառնա, ես արդեն չէի հավատում, այդ լուրերը, այդ ամեն ինչը, ես գնում էի եկեղեցի ու հիշում եմ Աստված գոյություն ունի ու հաստատ կփաստի, որ ես ասում եմ Տեր Աստված, ես կյանքում սխալ քայլ չեմ անի, ես կյանքում սխալ մարդ չեմ լինի, ես երդվում եմ, որ ես բոլորի կողքին կլինեմ, ինչով որ կկարողանամ, ես լավ մարդ կլինեմ, եթե անգամ ես հիմա վատ մարդ եմ, ես լավ մարդ կլինեմ, խնդրում եմ ոչինչ ինձ մի տուր, կարիերա չեմ ուզում, առողջություն չեմ ուզում, մենակ ինքը գա հասնի մեր տուն ու պատկերացնում եք իմ այդ էմոցիաներ այդ երգի ժամանակ, այսինքն ինքը հայուհու քրոջ անունից էր այդ երգը։ Եղբայրը ունի նաև իր ծառայության համար շքանշան եւ կոչում, որի մասին դուք այդպես էլ չիմացաք, թե ինչի համար է։ Չի ուզում ինքը խոսել։ Ինքը չի ուզում խոսել համեստորեն, դուք էլ չեք էլ փորձել եք ճշտել, ձեզ չեն ասել, մի հատ այդ պատմությունն էլ կուզեմ մարդիկ։ Անկեղծ մենք էլ դա չգիտենք, ես անգամ վախենում եմ այն մտքից, որ մտածում եմ ինչի համար դա ինքը կարա ստացած լինի, հիշում եմ, որ մամաս փորձեց կապ հաստատել եւ այնտեղից ասացին, որ եթե ինքը ձեզ չի ասում դրա մասին, ուրեմն պետք էլ չի, որ դուք իմանաք։ Եղբայրս առաջին այդ օրերին, որ եկել էր, հիշում եմ, ես մեր ընտանիքի ամենաաստվածավախ երևի թե մարդն եմ, որ բոլորն են աստվածավախ, բայց մի քիչ ես աստվածապաշտ եմ, մի այլ տիպի ու հիշում եմ, որ եղբայրս երբ եկել էր, ես նախկինում չէի նկատել այդ իրա մեջ, ինքը առաջին մի քանի ամիսները առավոտյան արթնանում էի, տեսնում էի տանը չէր, գալիս էր, ասում էի ուր էի, ասում էր եկեղեցում եմ, նորից մյուս օր առավոտյան արթնանում էի, էլի տանը չի վախեցած զանգում եմ, ասում եմ ուր ես Աբուլ, ասում եմ եկեղեցում եմ։ Չգիտեմ, երևի աղոթում էր իր բոլոր զինակից ընկերների համար։ Իհարկե եղբոր մասին արժանապատիվ իր ծառայության եւ բնականաբար իհարկե քո անսահման սիրո մասին խոսեցինք եւ դա պարզ է եւ շատ գնահատելի ու շատ գեղեցիկ։ Քույրիկի մասին էլ կուզեմ խոսես, որովհետև փաստացի ստացվում է քույրիկը իր մանկությունը կորցրել է։ Այո։ Խնամելու համար քո եղբորը, որպեսզի մաման կարողանա ժամանակ տրամադրել քո կարիերային ապագա։ Իմ կարիերայի մեծ մասում երևի թե ես միշտ ասում եմ Թերեզը, իմ թերիկը շատ-շատ մեծ դեր ունի, որովհետև իրոք Աբուլին մամայի դեր տարավ եւ ինչ որ միտեղ անգամ կորցնելով իր այո մանկությունը, որովհետեւ Աբուլը շատ փոքր էր, ինքը պարտավոր էր պահել Աբուլին եւ ամբողջ կենտրոնացումն էլ ընտանիքին վրա էր, գուցե ինչ որ միտեղ Թերեզին մենք այսպես արդեն շատ ինքը վաղ տարիքից մեծացավ։ Քո մոտ կա այդ մեղավորության զգացումը։ Հա։ Անկեղծ հա, որովհետեւ ամեն ինչ ուզում եմ իր համար անեմ, բայց մինչև հիմա ինքն է էլ հիմա։ Ինքը ամբողջ կյանքում մնում է մեծ քուրիկ, ինչ որ միտեղ ես եմ ուզում ամեն բան իր համար անեմ, իր համար ճանապարհ հարթեմ, բայց փառք Աստծո ինքը այնքան խելացի, ինտելեկտով հարուստ շատ։ Ես այդպես չեմ սովորել ոնց ինքը, որովհետև ինձ տվել եմ երաժշտությանը, բայց ինքը սովորել է, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի հոգեբանություն բաժինը։ Ընդհանրապես բոլոր քո ընտանիքի անդամները
հրաշալի մարդիկ են եւ ես մեծ ցանկություն ունեմ իրենց բոլոր ճանաչելու մի օր ուսամարտ կլինի անպայման հուսով եմ կճանաչեք Միացյալ Նահանգներից Եվրոպայից մեզ դիտող մեր հետևորդները շատ հաճախ մեզ հարցնում են նաև ներդրումների մասին մեր երկրում Հայաստանում Այսօր ձեզ պատմելու ենք Valmont Armenia-ի մասին, որը առզնու ֆանտաստիկ բնությանը բերում է մի նախագիծ, որը իսկապես լինելու է հեղափոխական Հայաստանում։ Այն առողջապահական նախագիծ է, որը միաժամանակ ձեզ հնարավորություն կտա այնտեղ ներդրում անել եւ գնել անշարժ գույք։ Valmont Armenia նախագծի համահիմնադիրն է Ալեն Ֆաուելը մեզ հետ, Ալեն ողջույն։ Ողջույն։ Ալեն, ինչու մարդիկ պիտի ընտրեն հենց հատկապես Արզենին, ինչ եք կարծում։ Մեր ջան, շատ լավ հարց է։ Արզնին, ինչպես գիտեք, տարիներ շարունակ եղել է առողջարանային գոտի եւ Արզնի տեղադիրքը, ինչպես նաեւ միկրոկլիման, պարզապես իդեալական է առողջարանային ծառայություններ մատուցելու համար, մասնավորապես սիրտանոթային հիվանդություններով մարդկանց համար տեղադիրքը իրոք գերիդեալական է։ Ինչպես է տեղի ունենում գործընթացը, մարդիկ ձեռք են բերում անշարժ գույք, ներդրում են անում, միաժամանակ կարողանում են օգտվել իրենց անշարժ գույքից, բայց նաև հանձնել վարձակալության։ Այո, ներդրողը հնարավորություն ունի, այսինքն ձեռք է բերում անշարժ գույքի վկայականով իր համարը եւ վարձակալությամբ է հանձնում օպերատորին Valmont International Լյուքսեմբուրգյան կազմակերպությանը արդյունքում տարեկան 11% ֆիքսված եկամտաբերություն ունենալով, ինչպես նաև տարատեսակ առավելություններ ունենալով, սեփականատերերը կարող են օգտվել տարվա մեջ 2 շաբաթ իրենց համարից անվճար, օգտվել 4-ից 5 բժշկական ծառայություններից օրական եւ 3 անգամյա սննդից։ Ֆանտաստիկ է, դուք եւս կարող եք ձեռք բերել, նախագիծը տեսնում եք ձեր էկրաններին, կան սահմանափակ թվով առանձնասենյակներ, որոնք կարող եք ձեռք բերել, հանձնել վարձակալության, օգտվել դրանցից եւ միաժամանակ ունենալ Արզնու ֆանտաստիկ բնության ներքո ձեր առանձին սենյակը։ Նախագծի մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևելով հենց այս կայք էջին։ Ես մեր հին, լավ ու բարի գործընկեր Vivaldi բանկետ հոլում եմ, սակայն այսօր խոսալու ենք քեյթրինգի մասին։ Եկեք մի պահ աբստրակտվենք ու պատկերացնենք, որ ես գտնվում եմ ձեր գրասենյակում, ձեր բիզնեսում կամ ձեր տանը եւ պատկերացնենք, որ մենք որոշել ենք 10-ից 12 աշխատակիցների կամ հյուրերի համար լանչ պատվիրենք։ Կամ ասենք գտնվում ենք ինչ-որ գրասենյակում, որտեղ ծննդյան արարողություն է եւ պատրաստվում ենք 10-ից 12 հոգով նշել լանչի ժամին մեր գործընկերոջ ծննդյան տարեդարձը։ Ահա այսպիսի ֆանտաստիկ լանչ կարող եք դուք պատվիրել եւ ունենալ ձեր տանը, ձեր օֆիսում, ձեր գրասենյակում, եթե որոշել եք 10-ից 12 հոգով լանչ անել։ Այս քանակի ուտելիքներ ես կարծում եմ չեն կարող յուրացնել եւ ուտել 10-12 հոգի, որովհետեւ այստեղ իմ կարծիքով 10-ից 15-ից 20 հոգու համար նախատեսված ուտելիք է։ Կարող եք ընտրել, Vivaldi-ն տալիս է այդ հնարավորությունը, կարող եք ընտրել 2 պրոտեին, տվյալ դեպքում ես ընտրել եմ հավ եւ տավարի քաբաբ։ Կարող եք ընտրել 2 գարնիր, ես ընտրել եմ կարտոֆիլ եւ բրնձով փլավ եւ 2 աղցան, հայկական ավանդական սալատ, տեսնում եք աղցանը, եւ ընտրել ենք ջաջղ, որը շատ սիրում են մեր հայրենակիցները, եւ սոուսի անվան տակ ուղարկում են նաեւ հումուս։ Ընտրության հնարավորությունը լայն է եւ դուք կարող եք որոշել ինքներդ եւ ունենալ ընդամենը $150-ով։ Մենք Ellis House ռեստորանում ենք, ձեզնից շատերը գիտեն Old Գյումրիի անվանումով նախկինում, տասնյակ տարիների աշխատանքային պրոֆեսիոնալ փորձին գումարվել է նաև նոր մոտեցում եւ ժամանակակից լուծումներ, եւ իմ կողքին է Արմինեն, ով այս միջոցով կարողանում է ոտքի պահել այս բիզնեսը եւ բոլոր հաճախորդներին, աշխատողներին, նույնիսկ առաքման դեպքում բոլորին գող պահել։ Արմինե ջան, այսօր արի խոսենք այն մասին, որ մարդիկ ընտանիքներով կամ ընկերներով կարող են գալ եւ ցանկություն ունենալ առանձնանալ։ Այո, սիրով։ Բոլոր քանակի համար մենք նախատեսված սենյակներ, սրահներ դրսում, ներսում, նախատեսված 10 հոգու համար, 6 հոգու, 15, 20 եւ ավելին։ Երբ որ մարդիկ կան ուզում են իրենց ընկերներով, ընտանեկան, կանանցով, ընկերուհիներով առանձնանալ, ունենք համապատասխան սենյակներ, VIP սենյակներ են կոչվում, որտեղ կարող են իրենց հանգիստը վայելել առանձին։
Սա շատ հարմար տարբերակ է եւ ընկերական փոքր միջոցառումների համար եւ բիզնես քննարկումների համար, ինչու ոչ, համեցեք Ellis House։ Նախ առաջին հերթին մարդիկ ռեստորան են գնում ուտեստների համար, ասեմ, որ այդ հարցում ընդհանրապես կարող եք չկասկածել, սպասարկման համար այդ հարցում եւս կարող եք չկասկածել եւ միջավայրի համար, որը եւս կասկածների տեղիք չի տալիս։ Մի խոսքով, կասկածները բոլոր հոդս ցնդեցին եւ մենք սպասում ենք ձեզ Ellis House-ում։ Բոլորը միտեղ, համ, հոտ, բարձր ճաշակ։ Լողավազանը պահանջում է մասնագիտական եւ պրոֆեսիոնալ խնամք, որպեսզի այն լինի հիգիենիկ եւ միևնույն ժամանակ երկար ծառայի ձեզ։ Դրա համար ձեզ պետք է պրոֆեսիոնալ մոտեցում եւ պրոֆեսիոնալների օգնություն։ Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ մեր գործընկերոջ հետ, Best Pool Shop-ի հետ, որը գտնվում է Pasadena քաղաքում։ Այստեղ դուք կարող եք գտնել յուրաքանչյուր պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ պարագա, որը կապ ունի լողավազանի խնամքի հետ։ Այցելելով մեկ անգամ այստեղ, մշտապես ձեր հենց լողավազանը կխնամեք այս խանութ սրահի միջոցով։ Քո կարիերան եւս հարթ չի ընթացել եւ եղել են հատվածներ, երբ իսկապես քեզ համար դրանք մեծ փորձություն են եղել։ Քո տեսահոլովակներից մեկը, որը մեծ ու դաժանակիր աշխատանքի արդյունք է, Անուշիկ աղջիկ, այդպես է կոչվում այդ ստեղծագործությունը, որը համշենահայերենով էր եւ իրավամբ որևէ թուրքական ծագում չուներ, այնուամենայնիվ որոշ հանգամանքների բերումով ջնջվեց YouTube-ից։ Հենց համշենահայերի թեթև ձեռքով։ Ինչպես։ Ես վերջերս կարդացի մի մեկնաբանություն իմ story բաժնում Instagram-ում, որ պետք չէ լարել համշենահայերին մեր դեմ, Հայաստանում ապրող հայերի դեմ եւ այլն, բայց բոլորովին ոչ մեկս չենք լարում, նույն Ethno Colors-ի երկն, որը որ ջնջվեց առաջին անգամ, հենց ես խոսել եմ իդեպ հենց այդ թեմայով խոսում էի Արթուրի հետ, իրենց պրոդյուսերի, շատ վատ է, որ այնտեղ ապրող հայերը նախ երբ իրենց հարցնում ես, որովհետև իրենք խոսում են անգլերեն, ես իրենց ասում եմ դուք հիմա թուրք ծագում ունեք, թուրք եք, թե հայ եք, իրենք ասում են ոչ են, մենք համշենահայ ենք։ Արդեն իսկ ինչ որ իրարամերժ բաներ է առաջ գալիս, ես շատ ցավում եմ, որ իրենք փաստացի շատ մարդիկ ինձ հենց առաջին 2 օր հետո, երբ որ տեսալվակը հեռացվեց իմ YouTube-յան ալիքից, գրում էին ինչու հեռացվեց եւ այլն հարցերը ինչուները շատ էր, ուզում եմ ասել, որ հենց իրենց թեթև ձեռքով, որովհետև չեն ուզում, որ հայ արտիստները կատարեն իրենց երգերը։ Այդ երգը նույն Գարմի աղջիկ, Գարմի մոնչ երգը եւս որ ես երգեցի ուներ շատ քիչ դիտումներ, նույն Երկինքել ուշկուզիմ, աստեղ է փերն ուշկուզիմ, կուզիմ երգը նույն էլի ուներ շատ քիչ դիտումներ, բայց այն իմ YouTube-յան ալիքում ես միշտ ասում եմ անհասկանալի լեզու է, բայց արդեն 9 միլիոն դիտում ունի։ Նույնը նաև կարող եմ ասել Գարմի աղջկա մասին։ Ու ես զանգ եմ ստանում, ինձ շատ կոպիտ անգլերենով ասում եմ, պարտադիր պիտի ջնջեք այդ երգերը ձեր YouTube-յան ալիքից։ Ես հարցում եմ ինչի։ Բայց պահպանել եք բոլոր հեղինակային իրավունքները նշելով հեղինակներին, ես անգամ հիմա այնպեսի բան եմ ասելու, որ ես հիշում եմ, որ ես գումար եմ փոխանցել հենց հեղինակին երգի։ Պատկերացնում եք հայկական բանկից թուրքական բանկի ես այդ ժամանակ անգիտակից գումար եմ փոխանցում արել, որպեսզի այդ երգը մնար ինձ։ Իսկ ինչքան գումարի մասին էր խոսքը։ Այն ժամանակ շատ ես իդեպ չէի պատկերացնում, որ այդքան քիչ գումարի մասին է խոսքը գնում, ես պատկերացնում էի աստղաբաշխական թվեր, ինձ ասեցին $300 կվճարեք, այդ երգը կլինի ամբողջովին ձերը։ Բնականաբար ես աշխատել էի այդ գումարը, հենց այդ երգով վճարեցի, բայց հետագայում չկարողացա ոչ մի կերպ ապացուցել մեղավորությունը իմն էր ու ինձ զանգ եկավ շատ կոպիտ, դուք պիտի հեռացնեք, թե չէ մենք կջնջենք ձեր YouTube-յան ալիքը, իսկ Անուշ աղջիկ տեսալովակը նոր էր YouTube-ում հայտնվել, այդ կոպիտ մեկնաբանությունները, այդ կոպիտ խոսելաձևը կամ տարեկան մեզ վճարեք, տարեկան թե ամսեկան, կարծեմ ծիծաղելին հենց դա էր, որ կարծեմ ամսեկան 2000 ԱՄՆ դոլար եւ երգը կմնա ձեր YouTube-յան ալիքում, այդ երգը ինձ այդքան գումար չէր էլ բերում անկեղծ ասած, կամ մենք քայլեր կձեռնարկենք ձեր YouTube-յան ալիքը ջնջելու, բնականաբար ես ափսոսեցի իմ YouTube-յան ալիքը, որ չջնջվի եւ
ջնջեցի այդ շատ գեղեցիկ տեսահոլովակը։ Շատ ցավալի է, որ ոչ մի կերպ չեն կարողանում տանել, որ հայ արտիստները երգեն այդ երգերը եւ պատճառը չգիտեմ ինչ։ Ես քո անձնական կյանքի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, բայց դա ամենահետաքրքրող թեմաներից մեկը պիտի հիմա լինի մարդկանց, ինչ որ լուրեր կային կապված նախկին պրոդյուսերի հետ, ում չեմ էլ ճանաչում դրա համար այդպես երևի անունն էլ չտամ, իրականում ինչա կատարվում քո անձնական կյանքում եւ արդյոք այդ լուրերը ճիշտ էին ձեր հարաբերությունների մասին։ Այո, մենք գրեթե նշանված ենք եղել իմ նախկին պրոդյուսերի հետ, ով սկզբում բնականաբար Սեր Խոստովանեց, այնուհետև իհարկե հետո նոր արդեն գործի բերումով անընդհատ իմ հետ պիտի լիներ, ինքն էլ TV-ի ներկայացուցիչ էր եւ այդպես ավտոմատ կերպով դարձավ նաեւ իմ պրոդյուսերը։ Ոչ մի արտասովոր պատմություն գոյություն չունի այս ամենի եւ ինչպես դա բաժանումը տեղի ունեցավ, ինչի արդյունքում եւ ինչպես դա արադարձավ նաեւ գործի աշխատանքի վրա։ Բնականաբար հայ տղամարդու խանդը եւ ամեն ինչը ազդում է ցանկացած երգչուհու գործունեությանը, բայց Արմանը ինչքան որ ինձ օգնել է իմ ամբողջ կյանքում, այսինքն այդ չեղած վիճակում անգամ տեսահոլովակներ նկարահանել, ձգտել լավ տեսահոլովակներ նկարահանել, այլ հարց է դրանք լավն էին, վատն էին, բայց ամեն դեպքում ամեն կերպ իմ կողքին է եղել եւ այստեղ բացարձակ ես չեմ մտածում, որ ինչ որ գործնական կարելի էր գործնական անախորժությունների արդյունքում մենք բաժանվեցինք բոլորովին։ Հիմա շատ հայտնի շաբլոն արտահայտություն կա չհասկացանք իրար, չէ, մենք շատ լավ իրար հասկանալով հասկացել ենք, որ մենք իրար այլևս համապատասխան չենք եւ այլևս այդ զգացմունքը վերացել է եւ Երբ հիմա պատահաբար տեսնում եք կամ կարող եք տեսնել շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, շատ ամեն անգամ տեսնելիս ողջագուրվում ենք, տեսություն ասելիս իրար ամենալավն ու բարին ենք մաղթում, բոլորովին ինքը իմ կյանքում շատ կարևոր դեր է ունեցել եւ կունենա առհասարակ իր ներդրումը իմ գործնականում շատ մեծ է եղել։ Իմ մեծ մասը հայրենասիրական իմ երգերի հենց Արմանի շնորհիվ է, որ ես երգել եմ այդ բոլոր հայրենասիրական երգերը, որովհետև երկուսս չենք սիրում խոսել դրա մասին, որտեղ հայրենասիրությունից առհասարակ կարծում եմ չեն խոսում, դա գործով են ապացուցում։ Մեզ երկուսից կապել էր հենց այդ հայրենասիրությունը, ու մենք անընդհատ ուզում ենք հայրենասիրական երգերի ալբոմներ անել եւ այլն, դրա համար ասում եմ շատ այդ մեծ ներդրումը կա իմ գործնականում եւ ես իրեն իսկապես շատ շնորհակալ եմ ու մաղթում եմ իր գործունեության մեջ ինքը լինի շատ կայացած։ Դու շատ ջերմությամբ եւ շատ գեղեցիկ ես իր մասին խոսում։ Միշտ։ Ես չեմ ուզում ավել հարցեր տալ քո անձնական կյանքի մասին եւ ինտրիգներ թողնելով ամեն ինչ ժամանակի եւ տարածության մեջ, որոնք են քո պլանները կապված այս տարվա հետ, որովհետեւ երբ մենք հիմա արդեն հանդիպեցինք այս տաղավարում ու նորմալ ծանոթացանք, լինելով նույն ոլորտից, այնուամենայնիվ առիթ չէր եղել, հիմա ես քեզ ստիպելու եմ անընդհատ գործ անել ու դու չես կարող այլևս ասել, որ դու ալարկոտ ես, ծույլ ես եւ այլն, որովհետեւ դու պիտի անես, ինչ որ պիտի անես։ Ուզում եմ հասկանալ, որոնք են քո պլանները եւ նաեւ մի վերջին հարցի մեջ չմտցնելով բացասական, բայց այնուամենայնիվ քո երգացանկում կան երգեր, որոնք դեպի այդպես 6-8 ժանր են գնում, դեպի շատ ռեստորանային ժանր են գնում եւ այլն, իրականում իմ կարծիքն է դա, գուցե ես սխալվեմ, այլևս սկսել եմ որևէ մեկին չմեղադրել որևէ հարցում, որովհետեւ հասկանում յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը, որով պիտի անցնի եւ ես իրենց կոշիկների մեջ չեմ կարող լինել, այսպես եթե ուղիղ թարգման ենք անգլերենից հայերեն այդ արտահայտությունը, բայց դու այն կարգավիճակում ես եւ ունես արդեն այնքան աջակցություն հանրության կողմից, որ կարող ես արդեն ցույց տալ քոնը, այլ ոչ թե այն, ինչ որ ուզում է հանրությունը։ Այդ երկու
գլոբալ հարցերին էլ պատասխան կցանկանալ։ Ես ուզում եմ ասել, որ ինչպես նշեցի, արդեն արել եմ համշենական երգեր, այդ համշենական երգերը շատ համերգներին ես երգել եմ, նույն պետական, համահայկական խաղերի փակման, բացման եւ այլն, շատ սիրելի է բոլորի կողմից, բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ անգամ այդ 6-8 չափը, որից որ մենք շատ վախենում ենք, ես եթե անում եմ 6-8 ժանրի երաժշտություն, ինձ համար դա շատ կարևոր է, որ անգամ դա լինի որակով, կոմերցիոն երաժշտությունը եւս լինի որակով, այսինքն փնտրում եմ քաղաքի լավագույն երաժիշտներին, ովքեր են նվագելու այդ գործիքավորման մեջ, փնտրում եմ լավագույն գործիքավորողին, ու ես չեմ կարծում, որ նույն ինչքանով այդ երաժշտությունը ինձ հետ կապ ունի, ես գիտեմ, որ դա որպես երգչուհի իմ թույլ կողմն է, 6-8 երաժշտությունը։ Տաթև Ասատրյանի հետ շատ հարազատ ենք եղել, շատ հիմա ենք գործի բերումով, այսպես շատ չենք տեսնում, որովհետև Տաթևը հավաքական համերգների կարծեմ չի մասնակցում, շատ քիչ։ Հիշում եմ, որ նույն Տաթևի մաման խոսել էր երթուղայինի վարորդների հետ, որ մեզանից գումար չվերցնեին։ Ես հիշում եմ, որ միասին հենց Երգիպետական թատրոն էին գնում, Տաթևը Հոկտեմբերյանից, ես Մեծամորից, Տաթևը այդ խիտ մարդկանց մեջ կողքին պարտադիր տեղեր պահում հենց երթուղայինը գացի, նար, արի ես երկու ընկերուհի նստում էին երկար քննարկելով միասին այդ ժամանակ ես ասեմ, ես Երգիպետական թատրոնում արդեն աշխատում էի որպես մեներկչուհի, այն 6 լավագույն երգիչ-երգչիների մեջ, Տաթևը դեռ սովորում էր։ Բայց երբ որ ես լսում էի Տաթևը ոնց էր երգում Ես կուլամ երգը, շատ հայտնի Գոր Սուջյանի, ֆանտաստիկ կերպով էր կատարում ինքը այդ երգը, այսպես ժողովրդական խաղիկներով եւ այլն, հենց այդ իր ձայնի եւ իր տեսակի զուլալությունը հենց արտացոլվում էր, վերջերս էլ էլի խոսում ենք Տաթևի հետ, ասում եմ Տաթ երբեք չեմ մոռանա այդ օրերը, էլի մեր մանկության, կարելի է մանկություն համարել այդ օրերը, միասին էլ երգում էինք դեպ բարորդների համար, հիացնում է նաեւ Տաթև Ասատրյանի այսքան պոպուլյարության, հիմա բոլորիս համար պարզ է, չէ, որ ինքը գերհայտնի է եւ հիմա իր ժամանակաշրջանն է։ Եվ ինքը շատ արժանի է այդ գերհայտնիության։ Եվ արժանի է եւ այլն, դա չի հարցը։ Եվ այսքան մասսայականության մեջ, երբ երկիր չմնաց, որտեղ ամենամեծ արենաներում համերգություն ունենա, ինքը ժամանակ է գտնում զանգերի, նամակների, արձագանքների եւ այլ, այսինքն շատ արագ, ես ասեմ, շատ արագ, ես գրում եմ, ինքը շատ արագ ինձ պատասխանում է։ Վերջերս անգամ չեմ դիմացել, երբ տեսա Մոսկվայի ամենամեծ զալերից մեկում, համերգասրաններից մեկում ինքը ելույթ ունեցավ, ես իրան այդպես էլ հենց ուղարկել եմ ձայնային, ասում եմ Տաթ արտասվելու աստիճանի, ես այսպես փշաքաղվեցի, որովհետև ես ինքս գիտեմ, ինքը ինչ դժվարություն, ես հո գիտեմ, ինքը ինչ դժվարությունների միջով է անցել ու իսկապես արժանի աղջիկ, արժանի երգչուհի, ում այդ փառքը իրականում ոչ մի գրամ չփոխեց։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը շատ ծանր են տանում իր մասսայականությունը եւ շատ քչերն են քո նման, մի քանի հոգի կարող եմ ասել, ովքեր տենց ջերմությամբ են խոսում եւ գուցե որովհետեւ երևի տեղյակ չեն Տաթևի ապրած կյանքից եւ գուցե որով Նարե ջան չեն նայել տետատետի միլիոնացնող դիտումների ես իդեպ արտասվել եմ տետատետի Տաթևի հաղորդումից շատ արժանի աղջիկ, այսպես կասեմ, ու ես իրան անգամ ասում եմ քրոջ պես, ես քեզ այսպես մեծ քուրիկի պես ոնց կուրախանամ ինքս իմ հաջողություններով, ես այդպես ուրախանում եմ Տաթևի հաջողություններով, հենց նրա համար, որ ինքը իսկապես արժանի է շատ ավելի մեծ բեմերում լինելով ոչ միայն տաղանդավոր մարդ ներքուստ, հասկանում եք, չէ, ինչ եմ ասում, լինելով ոչ միայն տաղանդավոր երգչի, այլ նաև տաղանդավոր մարդ ներքուստ։ Իսկ բեմը հայելի է, մեր շատ սիրելի Արթուր Գրիգորիչն էր ասում, երբեք չես կարող խաբել։ Բեմը հայելի է եւ հանդիսատեսը շատ լավ։ Մենք ունենք շատ տաղանդավոր արտիստներ, որոնք ընտիր ձայնային տվյալներ ունեն, ուղղակի ֆանտաստիկ, բայց հասկանում ենք շատ դեպքերում ինչի հեռուստատողը հանդիսատեսը չի կարողանում այդ արտիստին ընկալել, գուցե որովհետև էլի եմ ասում, բեմը հայելի է եւ մարդիկ ամեն բան տեսնում են։
Դու մեր հոսանքի բիլը տեսել ես։ Ու սենց հանգիստ նստած ես։ Սրանից հետո արգելում եմ այս տանը հոսանք միացնես։ Մինչև սոլար չքաշես։ Սիրել ժամանակից։ Ոնց որ լավ չես հասկանում։ Որ խնդրեմ պիցած կտակ։ Կուզեք տաքացնեմ նոր տամ։ Մերը սոլարա։ Ես ձեր երկերը շատ եմ սիրում։ Ապրես։ ALA Renovations, Solar, Roofing and Construction Company. Պատկերացրեք ձեր կամ ձեր ընտանիքի որևէ անդամի ծննդյան տարեդարձը։ Անմիջապես եկեք Grand Bridge սուպերմարկետ, որովհետև այստեղից կարող եք գտնել ամենը, ինչ հարկավոր է լավ հայկական սեղան գցելու համար։ Եվ ոչ միայն հայկական սեղան գցելու համար։ Եվ մեր բոլոր այն հետևորդները, ովքեր բնակվում են Հայաստանում կամ արտերկրում եւ ունեն հարազատներ, ովքեր բնակվում են հենց այստեղ, Միացյալ Նահանգներում, ասեմ, որ նրանց ծննդյան օրինակ տորտը կարող եք գնել կայքով, որը հասանելի է հենց այժմ մեր էկրաններին եւ ավելին ասեմ, այստեղ կարող եք նաեւ օրինակ ձեր մտերիմների, հարազատների, ծնողների համար առևտուր անել on-line եւ նրանք անպայման կառաքեն։ Իսկ bakery մասին առավել մանրամասն վստահ եմ մեր թողարկումներից արդեն տեղեկացել եք։ Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնում եմ եւ մեր դիտողները արդեն գիտեն, որ եթե ես հայտնվում եմ այս գեղեցիկ կանաչ պատերի ներսում, ապա պետք է հարցեր ուղղեմ բժիշկ Արտակ Մկրտչյանին, ում բոլորը ճանաչում եք, ես վստահ եմ արդեն նաեւ ձեր շրջանում կան նրա գոհ ու երջանիկ հաճախորդներ։ Դոկտոր, այսօր ուզում եմ խոսենք մի թեմայի շուրջ, որը հանրածանոթ է բոլորին եւ այդ անունը, այդ պրեպարատի անունը գիտեն բոլորը։ Անկախ նրանից օգտագործում են թե ոչ, բոտաքս։ Ուզում խոսենք բոտաքսի side effect-ների մասին, կողմնակի էֆեկտների մասին, որոնք պարզվում է կան։ Իհարկե, Արայք ջան, ցանկացած բամբշկություն ունի իր կողմնակի էֆեկտները։ Բոտաքսը դուք երևի բոլորդ էլ արդեն ինչպես ասում եք տեղյակ եք, ամենահզոր տոքսիններից մեկի այս երկրագնդիվա, որ դու կարող ես գտնել, բայց հմուտ ձեռքերում այսպես ասեմ, հետազոտումներից ելնելով շատ հազվագյուտ են ընդհանուր սիստեմիկ կողմնակի էֆեկտները։ Իհարկե, տեղային կողմնակի էֆեկտները կարող են լինել լցրսկման կետերի տարածքում կապտուկներ, այտուցվածություն, թեթևակի թմրածություն, ինչ կուզենայի նաև ամենակարևոր բաներից մեկը նշել, որ պետք է հաճախորդները իմանան, երբ որ սրսկումը կատարվում է դեմքին, միշտ չի որ զուգահեռ հավասար է ազդում։ Լինում է հաճախորդը մի 2-3 օրից զանգում է, չնայած մենք զգուշացնում ենք, ու միունքս ավելի բարձր է, մի թուշիկս սենց է, աչքս ավելի այսպես է։ Գիտեք, պետք է ժամանակ տաք, որովհետև 2 շաբաթ չէ երևի։ 2-ից 3 շաբաթ, մենք միշտ 3 շաբաթ հետո կանչում ենք հաճախորդներին կոպիտ ասած թաչափ անելու, լինում է որ մի փոքր պետք է մի կորեկցիա անել, այն հիմնական հաճախորդները, որոնք արդեն մեր հետ են, մենք արդեն լավ գիտենք իրենց մկանային կազմվածքը եւ այլ, դրա կարիքը եւ ծամասամ չի լինում։ Բայց եթե օգտագործում է հումուտ ձեռքերում, որը գիտի ճիշտ անատոմիա, սրսկման տեխնիկան, շատ հազվագյուտ են ընդհանուր սիստեմիկ էֆեկտները։ Իհարկե կարող են լինել ձայնի փոփոխություն, կուլ տալու դժվարություն, ընդհանուր մկային թուլություն, երբ որ դուք ունեք այդ կողմնակի էֆեկտները, անպայման կապնվեք ձեր բժշկի հետ։ Վերջին շրջանում ամենաթամբալ մարդը չի զբաղվում այս գործով, ցավոք սրտի, գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ գարաժներում են անում բոտաքս, ով գիտի սրսկել, չգիտես թե ինչու որոշում է, որ կարող է նման ծառայություններ մատուցել։ Ես կարծում եմ, որ նման ծառայությունների համար պետք է դիմել միայն պրոֆեսիոնալ մարդկանց, բժիշկների, մարդկանց, առենների, ովքեր գիտեն մարդու անատոմիան եւ վստահեք ձեր առողջությունը միայն պրոֆեսիոնալների։ Տեսնում եք հեռախոսահամարը, զանգահարեք ամենատարբեր հարցերով, կլսեք նաև խորհրդատվություն, համեցեք եւ հաստատ
գոհ երջանիկ կհեռանաք։ Շնորհակալություն։ Խնդրեմ Արեգ ջան։ MX Motors, fast in Los Angeles. Շատ շնորհակալ եմ Նարեկ ջան, Նմանապես։ ջերմ զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ դու այսքան շոշափելի իրական ու մարդկային ես ու գիտես, մարդիկ միշտ չի, որ ուզում են լսել ամենաբարձր օկտավայի ձայնը, մարդիկ միշտ չի, որ ուզում են լսել ճչացող եւ ակրոբատիկ վոկալ ցույց տվող կամ, չգիտեմ, կիսամերկ երգչուհիների։ Մարդիկ ուղղակի ուզում են ջերմություն, մարդիկ ուղղակի ուզում են էկրաններից ստանալ էմոցիաներ։ Ու ես հիմա եմ հասկանում, թե ինչու են մարդիկ քեզ սիրում։ Ապրես դու։ Այսպիսին էր այսօրվա տետատետը, շատ շնորհակալ եմ, որ շարունակում եք մեկնաբանել, ջերմ բաներ գրել եւ առհասարակ ձեր սերը փոխանցել տարբեր հարթակներով, սոցկայքերում, YouTube-յան մեկնաբանություններում ու պարզապես Երևանում փողոցում։ Դա ինձ ամենաշատն է հուզում եւ դուր գալիս։ Շարունակեք մնալ մեր ալիքի հետ YouTube-յան, մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ The story you're about to hear is true.